Մարտի 1-ի պատասխանատուն ու մեղավորը ով էր ըստ ձեզ։ Անձնապես ամենից ակտիվ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Պարոն նախագահ, կպատմեք հոկտեմբերի 27-ի մասին։ Վազգենի հետ միասին ճաշեցինք իմ մոտ։ Ես առաջարկեցի մնա քննարկենք։ Ինքը ասաց պապին նեղանում եմ։ Պատերազմը նախկինները գցեցին գործող իշխանությունների գրպանին։ Ինչ կասեք այս մասին։ Ադրբեջանի ախորժակը միայն Ղարաբաղը չի։ Պարոն նախագահ, ինչպիսին են ձեր հարաբերությունները երրորդ նախագահի։ Չկան որևէ հարաբերություններ։ Շփումները դադարեցվել են 2009 թվական աշնանից։ Որը կլիներ ձեր գործողությունները, եթե ձեր իշխանության ժամանակ որևէ մեկը հեղափոխության փորձ աներ եւ մուտք գործեր ռադիոտուն, որը կլիներ ձեր հրահանգը։ Շատ վատ է, եթե պետք է սպասեն հրահանգների նախագահից կամ վարչապետից կամ որևէ մեկից։ Իմ ունեցած տեղեկությամբ Վլադիմիր Գասպարյանը փորձել է ճշտել Սերժ Սարգսյանից նախագահից, արդյոք պետք է ձերբակալել թե ոչ, եւ ստացել է բացասական պատասխան։ Ես էլ եմ լսել դրա մասին։ Իրականում եղել է այդ դեպքը Պապլավոկում, որ ձեզ մեկը ասի «Պրիվետ Ռոբ»։ Ես չգիտեմ։ Ես չեմ բացառում, որ եղել է։ Ամենից հաճախ ձեր մարտական ընկերներից ում եք հիշում։ Երևի Մոնտեին։ Շատ վառ ազնվորություններ, ծայրահեղ ռոմանտիկ։ Դուք ընկերներ եք Պուտինի հետ, Վլադիմիր Պուտինի հետ։ Լուրջ մարդ է։ Ես տեսնում եմ, որ մարդիկ վատ չեն ապրում, լավ են ապրում, բայց երբ ձեզ լսում ենք, ամեն ինչ վատ է ըստ ձեզ։ Հիմա Հայաստանը անում է ճիշտ նույն քայլերը, նույն սխալները, ինչ արել է 10-20 թվականների ընթացքում։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations Solar Roofing Construction Company, Imperator Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Ridge Marketplace, Shop by Raya հագուստի խանութ սրահ, Elize House Restaurant, House of Liquor խանութ սրահ, Տուն Լահմաջո Restaurant, Ղազարյան Property, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. MX Motors, fast in Los Angeles. The story you're about to hear is true. Ողջույն, մենք շարունակում ենք տետատետի քաղաքական շարքը եւ շարունակում ենք աշխատել Հայաստանից եւ այսօր բացառիկ եթերներից մեկն է։ Իմ հյուրը Արցախի առաջին նախագահն է եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ողջույն, պարոն նախագահ։ Բարս։ Շատ շնորհակալ եմ զրույցի իմ առաջարկը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ առաջարկի համար։ Պարոն նախագահ, սա կյանքում մի անգամ հանդիպող հարցազրույց է իմ պատկերացմամբ եւ ինձ համար։
ու թեև մենք ընտրություններից առաջ ենք ու ենթադրաբար ավելի շատ պիտի խոսենք քաղաքական, ներքաղաքական թեմաներից, բայց միևնույն է ինձ համար կան հարցեր, որոնք չեմ կարող չտալ, եւ ձեր գիրքը կարդալիս ինձ թվում էր, որ գիրքը խոսում է ինձ հետ եւ ես վստահ եի, որ ես հարցազրույցեմ ունենալու ձեզ հետ, չգիտեմ ինչու, այնպես որ այդ գրքից հատվածներ կա, որ ինձ շատ հետաքրքրում է, եթե դեմ չեք այդ մասին էլ խոսենք։ Եթե համաձայնվել եմ, ուրեմն Պատրաստ եք։ ուրեմն պատրաստ եմ։ Պարոն նախագահ, ապրում եք մեծ ընտանիքում, ծնողների հետ, նաև ձեր տատը, ձեր իվետաքույրը եւ ձեր եղբայրը, ինչպիսին էր այդ ընտանեկան մթնոլորտը, ինչպիսին էր մեծ ընտանիքը։ Ինձ ավանդական ընտանիք էր Ղարաբաղում, երբ որ ամեն ինչ պարզ էր, հայրը, մայրը, ասենց ընտանիքում իրենց կշիռը եւ դերակատարության բաժանումը։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել եւ իմ հիշողությամբ նաեւ այն ժամանակ հիմնականում այդ ամեն ինչը ինչ որ պարզ էր, թե ընտանիքում ով ինչով է զբաղվում, ով է երեխաների դաստիարակությամբ, հետևել դպրոցը, բակում ում է տաշոփում եւ այլն, այդպիսի ընտանիք էր։ Նաեւ գրքում գրել եմ դրա մասին, ես չեմ հիշում, որ իմ ծնողները վիճ են։ Իսկապես կամ դա եղել է իմ բացակայությամբ, արել են ամեն ինչ մենք ուղղակի չտեսնենք այդ ամենը, բայց իմ հիշողության մեջ գոնե մեկ դեպք վիճաբանության ընտանիքի ներսում ոքի չի եղել։ Հետաքրքիր է։ Պարոն նախագահ, ձեր հոր պատմությունը ձեր ընտանեկան գաղտնիքն էր, ինչպես գրքում է ասվում, եւ դուք հասուն տարիքում դա իմացաք, եւ տատիկն էլ խուսափում էր այդ մասին խոսել կամ ամաչում էր գուցե։ Ինչ պատմություն էր այդ պատմությունը եւ ինչպես էր տեղի ունեցել։ Տատիկիս մահանալուց հետո եմ իմացել եւ ուղղակի ինքը խնդրել էր իմ բորս, որ այդ պատմությունը չլինի, որտեղ մտածում էր, թե ոնց որ ծնողները ոնց են երեխան կորցրել։ Եղել է այդ Բաքվում ջարդերի ժամանակ հենց խոճապ էր եւ այն ժամանակ ինչ որ ձևի ես մանրամասնությունները իհարկե չգիտեմ, բայց ինքը հայտնվել է ամբողջի հետ պարոմի վրա Կասպից ծոցի մյուս ափին եւ ըստ էության ապրել է մի քանի տարի, ապրել է անտուն երեխաների հետ։ Սի պատմություն եղել է։ Եվ ինչպես է ընտանիքը հետագայում վերամիավորվել։ Ես այդ ամեն ինչ իհարկե գիտեմ ծնողների հորս մեկնաբանություններից, այն ինչ որ ինքը պատմեց, երբ որ կանոնակարգվեց իրավիճակը Սովետում, կառույցները սկսեցին գործել, այն ժամանակ ոստիկանությունում այն ժամանակ միլիցիա էր անունը եւ բանդիտիզմի դեմ պայքարելու այդ ստորաբաժման պետը եղել է քերին իմ հոր քերին եւ ինքը տարբեր զապրոսներով, տարբեր ճանապարհներով փնտրում էր, գտել է եւ վերադարձել։ Հետաքրքիր պատմություն է։ Հետաքրքիր, իսկապես ֆանտաստիկ պատմություն է։ Պարոն նախագահ, ինչպիսին էր ձեր հայրը։ Գիտեմ, որ առաջինը ինքն է ձեզ սովորեցրել մեքենա վարել, Մոսկվիչ մեքենա։ Առաջինը ինքն է ձեր ձեռքը զենք տվել։ Խիստ մարդ էր, չէ՞, ինչպես հասկացել եմ։ Ես չէի նկատում այդ խստությունը։ Չէի նկատում, բայց միգուցե այն ժամանակվա նաև դաստիարակությունը մի քիչ ուրիշ էր։ Ենթադրվում էր, որ այս տղա երեխան ինչ որ բաների պետք է տիրապետի։ Թե տղա ես, ուրեմն մեքենա քշել պետք է իմանաս, սարերով քայլել պետք է իմանաս, կրակ վառել պետք է իմանաս, խորոված անել պետք է իմանաս։ Իմ տպավորությունը այնպեսին է, որ նույնիսկ կարող է քաղաքում երիտասարդը չիմանա թե կրակը ոնց են վառում, ժամանակներն են փոխվել։ Եվ այն ինչ իր պատկերացումներով տղա երեխան պետք է իմանա, ինքը փորձում էր սովորացնել, նույնը ես էի անում իմ զավակների հետ։ Պարոն նախագահ, Մոսկվիչ մեքենա եք այն ժամանակ ունեցել։ Շատ է շահարկվում, որ դուք համեստ հնարավորություններով գրեթե առանց հնարավորությունների եք եկել Հայաստան, բայց երբ համադրում ենք փաստերը, եթե ունեցել եք Մոսկվիչ, ուրեմն վատ չեք ապրել, չէ՞։ Ուրեմն կեղծ են այդ լուրերը, որ դուք առանց ոչնչի եք եկել Հայաստան։ Նայեք, մենք
ունեցել ենք Մոսկվիչ, Մոսկվիչից հետո ունեցել ենք Ժիգուլի ընտանիքում, մինչև Մոսկվիչը ընտանիքում ես շատ փոքր էի, Պաբեդա մեքենաներ կար, հերս բավական լուրջ պաշտոններ էր զբաղեցնում, գիտությունների տեխնացու էր, նաև եւ այն ժամանակ գիտությունների տեխնացուները արտոնություններ ունեին, աշխատավարձի մոտ 100 ռուբլի ավել փող էին ստանում, 80 թե 100, հիմա չեմ հիշում, բնակարան ստանալուց լրացուցիչ 20 մետրի ասենց կաբինետի համար բան էին ստանում, այս ճանապարհով սովետական միությունը խրախուսում էր գիտությունը եւ ասեմ որ տեղացնում էր դա դեպ ընդհանուր այդ Ուրանիովկայի այդ միջավայրի մեջ գիտությունների տեխնացու լինել գիտությամբ զբաղվել շատ պատվաբեր էր իր մոտ եւ գիտություն էր եւ գյուղատնտեսության մասնագետ էր եւ պատասխանատու էր նաեւ Ղարաբաղում գյուղատնտեսության համար Ձեր պապը շրջանի վերջին քահանան էր, իսկ ձեր հայրը երդվյալ կոմունիստ կար հակասություն դրա մեջ եւ ինչ հիշողություններ կան պապի հետ կապված Ես չեմ հիշում իմ պապը մահացել է միջև ձեր ծնվելը այո միջև իմ ծնվելը հակասություն որևէ հակասություն ես չգիտեմ ուղղակի ես ինքս դրա մասին որ ինքը քահանա էր երեխա ժամանակ էի իմացել երբ գյուղն էին գնում գյուղը մեզ ասում են դերունց հետո արդեն մեծ էի երևի 8-րդ 9-րդ դասարանում հարցրեց եղի դերունց ես դեռ եմ իմացել որ իմ պապս քահանա էր ասենց սա հիմա է դա ասենց ասեմ պատվաբեր այն ժամանակ ասենց երրացող կոմունիստական գաղափարախոսության ժամանակ դա այն հանգամանքը չի որով ընտանիքները ասենց հպարտանում էին այսպես ասենք թաքցնում էին հա պարոն նախագահ Չէ ուղղակի թեմա չէր խոսակցությունների որովհետև ինքը դրանից հետո պատասխանատու էր Ստեփանակերտում կանաչապատման համար շատ բան հետարքիր աշխատանք էր եւ քաղաքում քայլելուց միշտ օրինակ երես ասում էր այս այգին Սարգիսն է հիմնել եւ այլն ինքը բավական այսպես ասենք հետքեր թողող գործ ուներ Ստեփանակերտում Պարոն նախագահ, իսկ ինչպիսին եք դուք օրինակ այդ ժամանակ երիտասարդ տարիքում հարց ու փորձ անում եք, թե ինչպիսին է եղել ձեր պապը, փորձում հասկանալ նման եք իրեն թե նման չեք, թե ձեզ համար օրինակ նման բաները կարևոր չէ։ Չեմ կարծում որ երեխեքը այտենց շատ հարցեր են տալիս էլ այդ կարգի հարցեր։ Հիմա դպրոց, բակ, փողոց այն ժամանակ Netflix-ներ չկային, ինտերնետ չկար եւ ավելի շատ ժամանակ էր այդ փողոցում քո տարիքի երեխեքի հետ շփումները, միասին գետ գնալ, անտառ գնալ, մի քիչ ուրիշ կյանք էր։ Չեմ հիշում որ ես այդ կարգի հարցերով շատ մտահոգված լինեի կամ շատ հետաքրքրված։ Ոնց որ ավելի բնական պայմաններում չպետք է դու քեզ նման հարցեր տաս, դու նման ես, ում նման չես, խի, ինչու, ուղղակի ապրում ես երջանիկ կյանքով։ Պարոն նախագահ, ձեր մայրիկի հետ միակ տարաձայնությունները դրանք երաշտական պարապմունքների պատճառով էին։ Դուք նվագում եք ջութակ եւ մի դրվագ կա գրքում նկարագրված, թե ինչպես եք այդ ջութակը թաքցնում եւ տղայական խաղերի միանգամից բռնվում։ Շատ դժվար է ձեզ համար այդ ջութակին տիրապետելը կամ տարբերվելը մյուս ձեր հասակակիցներից։ Չգիտեմ ինչի, բայց ջութակից ամաչում է։ Սենց որ ձեռիս երաշտական դպրոց գնալուց ոդի ամաչում է, ինձ թվում էր թե ջութակը սենց տողու գործիք երաշտական գործիք չի իմը չէր հաստատ եւ ավելի շատ սենց ծնողի երազանքը երեխու միջոցով իրականացնելու ինչ որ բաներ որը իհարկե կոնֆլիկտ էր բերում, ասես մշտական կոնֆլիկտի։ Դպրոցում ես լավ էի սովորում եւ տունը երբեք չի եղել, որ ինձ ծնողները ասեն դասը տարա ես։ Այդ առումով երևի այն երեխաներից էի, որը ասես պատասխանատվության բան ուներ, զգացում ուներ։ Նաեւ ինձ համար ասես ամոթ էր, որ ես գնամ ու հանկարծ դասը չգիտեմ։ Սա բան էր։ Ասես ուրիշ կարգի մոտիվացնում էր ինձ։
բայց դա չէր վերաբերվում երաժշտական դպրոցի հետ։ Ավելի շատ սպորտ, ավելի շատ բակային խաղեր։ Եվ ինչպես ծնողները բացահայտեցին, որ չեք գնում պարապմունքների, այլ Ուստի չբողոքեց, ինչ որ զանգեց, ոչ թե բողոքեց, զանգեց, ասեց չի գալիս, մոտ 2 ամիսա չի գալիս, տեղ իմացել իմ մերս, նույն arkens մի թեթև ընտանեկան սկանդալ էր, բայց ամեն ինչ տեղ ընկավ։ Տարապանքից ազատվեց։ Կարողանում եք այդ ժամանակ բացատրել։ Այն ժամանակ ինձ թվում է, որ ընտանեկան բարքերը եւ հարաբերությունները ծնող երեխա մի փոքր ավելի այլ կերպ է եղել, բայց կարողանում եք բացատրել, ասել, որ սա իմը չէ, իմ հետաքրքրությունների սահմանում չէ, թե դրա իրավունքը չունեիք ընտանիք։ Չէ, իրավունք կար, ուղղակի մի տարիք կա, որ դեռ մի քիչ լավ չես պատկերացնում, որ ամբոստանալը նաեւ հարց լուծելու ճանապարհ է, երբ սկսեցի հասկանալ արեցի։ Շուտ հասկացա։ Քանի որ դպրոցից խոսեցիք, մի առիթով նշել եք, որ զղջացել եք հետո նախագահ դառնալուց հետո, որ հայերեն ու անգլերենը դպրոցում չեք ձգել, բայց հետո ֆանտաստիկ կերպով աշխատել եք եւ կարողացել եք բացել լրացնել։ Սիրուն է ավելի շատ մաթեմատիկայի, ֆիզիկայի, նույնիսկ քիմիան, որ տեղերք սովորաբար այդքան չեն սիրում, բայց ինձ համար հետաքրքիր առարկաներ էին եւ ես իմ ապագան տեսնում էի ինձ ինժեներական sense ուղղությամբ եւ նաեւ դա էր պատճառը որ տեղ չէի տալիս ես մյուս հումանիտար առարկաներին թեկուզ պատմությունը սիրում էի բայց լեզուների նկատմամբ գիտեք չկար բանը որ դա ինձ առանձնապես շատ պետք է գալու դպրոցը ռուսական էր, ապրում ենք սովետական միությունում, նայում ենք հեռուստատեսություն կամ կենտրոնականն էր, Մոսկվան, ադրբեջանականը համարը չէինք նայում, այդ տեսանկյունից տպավորությունը այնպեսին էր, որ ռուսերեն լավ տիրապետելը բավարար է եւ կարիերայի համար, եւ կյանքում կայանալու համար, բոլոր հարցերի համար։ Եվ ինչ որտեղ ճշմարտություն այստեղ իհարկե կա։ Իսկ կենցաղում Բաքվում խոսում ենք մեր բարբառով։ Պարոն նախագահ, ուսանողական տարիները եւս ինչ որ ֆիլմից դրվագ են ինձ հիշեցնում ընթերցելիս, դուք որոշում եք մեկնել Մոսկվա, մեկնում եք ձեր քրոջ Իվետայի մոտ, ով ամուսնացած էր այն ժամանակ արդեն Կիմ Գրիգորյանի հետ, ով իդեպ ձեր գրքում նշվում է, որ մեծ ազդեցություն է ունեցել ձեր վրա եւ զրույցները նրա հետ, անգամ առաջինը Աստվածաշունչ ինքն է ձեզ նվիրել։ Այն ժամանակ սակայն մի դեպք է տեղի ունենում, որի հետևանքով որոշ ժամանակ անց ձեզ հեռացնում են, խոսքը տղայական կռվի մասին է, ինչ կռիվ էր տեղի ունեցել ուսուցման տարիներին։ Ջայլների մեջ ինչ կռիվ էր լինում։ Աղջկա համար, հա։ Չէ, աղջկա համար չէր, դա ես հանրակացարանում էի ապրում ուսանողական եւ սովորաբար միջև տոնական օրերը, մեկ շաբաթը մեկ շաբաթ երեկոյան դիսկոտեկի պես ինչ որ բան էին կազմակերպում ուղղակի մեկը իրեն շատ լկտի պահեց եւ հետո պարզվեց որ ինստիտուտի պաշտոնյայի մոտիկ բարեկամներ լկտի պահելու համար նկատողություն արեցի մի քիչ խմացեր պատասխանեց եւ եղավենի չեղավ ոդի կռիվ եղավ Եվ մի անգամից չէ։ Երկար կռիվ չեղավ, ուղղակի ասենց շատ արագ հանձնվեց։ Սրանով ավարտվեց։ Հա, դրանից հետո իհարկե պատմություն եղավ։ Ինձ պետք է հեռացնեին, բայց պայմանավորվել ենք, քանի որ ինքն էլ օյաղ վիճակում չէր։ Կոպիտ ասած, բայց պայմանավորվել ենք, որ սեսիա հանձնելուց հետո ես ինքս իմ հոժար կամքով հեռանալու եմ, այդպես եղավ։ Կար ձեր մեջ այդ ժամանակ այդ անարդարության զգացումը, որ ձեր նկատմամբ անարդար են վարվում։ Կոնկրետ այդ դեպքը։ Այդ դեպքեր կապված այո։ Չի ասի որ չկար այդ զգացողություն։ Չկար, ավելի շատ sense, եթե օբյեկտիվ գնահատես իրավիճակը, վերջը ինքը
կոնկրետ իմ նկատմամբ չի լկտի պահել, ընդհանուր լկտի էր պահում։ Մեր ազգի նկատմամբ, հա։ Չէ, այդպիսի բան չէր, ուղղակի մի քիչ էլ երևի քեֆը լավ էր, կարող է նորմալ տղա է, կարող է մի քիչ շատ է խմել եւ ենթադրաբար ես էլ ինչ որ բան եմ արել, որը տվյալ դեպքում այդ իրավունքը տալիս է, բայց չի եղել այդ զգացողությունը, որ մեծ անարդարություն, ես ոնց պիտի անեմ, ես ինչ եղավ իմ հետ։ Ընդհանրապես նման կարգի տրամադրությունը մարդու լավ տեղ չի տանում, մի քիչ sense աբիժնիկ բառ կա, այդ կյանքում այդ աբիժնիկ դառնալու բանաձևը լավ տեղ չի տանում։ Պարոն նախագահ, իսկ այդ ուսանողական տարիներին դուք օգտագործում եք հոգելից խմիչքներ, թե չէ։ Շատ քիչ։ Բայց քանի որ ռուսական միջավայրում մեկ ուսանողական շրջապատում ենք բավական լավ, քիչ, երբեք շատ չեմ խմել։ Ինձ թվում է, որ այդ շրջանում ամենադժվար բանը ձեր հորը տեղյակ պահելն էր, ուսման ավարտի վերաբերյալ, ինչպես այդ քաջությունը հավաքեցիք եւ ինչպես ձեր հայրը ընդունեց ինֆորմացիան։ Դա քաջություն է ընդհանրում։ Դե ասելը, հա, երևի ինձ թվում է այն տարին։ Մեկը պիտի ասեմ, ինչ պիտի անեմ։ Հիմա պիտի մնայեմ Մոսկվայում, անընդհատ ձևացնեի, թե սովորում եմ, հիմա պետք է ասեի, պետք է գայի տուն։ Հիմա ասել եմ, իհարկե ծանր էր, բայց չի ասի քաջություն։ Պարոն նախագահ, սպորտը ձեր կյանքում չափազանց մեծ դեր է զբաղեցնում դեռ մանկությունից սկսած։ Ես այստեղ նկատեցի նաև մարզասրահ ունեք փոքր, համեստ։ Դեռևս շարունակում եք զբաղվել սպորտով, կուզենայի նաև մոտիվացնեինք երիտասարդներին, ինչով է կարևոր սպորտը։ Բանկա չէ հին, այդ առողջ մարմնում առողջ օքի, այո։ Սա է, եթե ուզում ես տրամադրությունը տեղը լինի, եթե ուզում ես նաև ինձ համար համենայն դեպս այդպես է, եթե ուզում եմ արդյունավետ լինել իմ գործում, անպայման կոմպոնենտը դա սպորտով զբաղվելն է։ Ես զգում եմ, եթե հանկարծ մեկ պարապունք բաց ենք թողում, ոնց որ 1-2 օրվա ընթացքում այդ քո տոնուսը մի քիչ ոնց որ նստած է։ Միայնակ եք մարզվում, թե մարզիչ ունեք։ Չէ, միայնակ եմ մարզվում։ Այդ առումով ես չեմ հիշում, երբ եմ մարզիչ ունեցել վերջին անգամ այդ ջար ժամանակ։ Եվ որն է ձեր ամենասիրելի սպորտաձևը։ Նայեք, ես այնպես եմ արել, որ տարվա ամեն սեզոնին ինչ որ մի հետարքի զբաղվելու սպորտաձև ունենամ, ամառը սերֆինգ, Սևանում, Արագաստ, տրենաժորը միշտ էլ պետք է, հատկապես տարիքի հետ կապված, մկանային զանգվածը չկորցնելու համար, այդ մասան պահելու համար, մնացածը բասկետբոլն է, հիմա մի քիչ ավելի քիչ եմ բասկետբոլով զբաղվում, ծունգս մի քիչ վնասված էր, ու տարբեր սպորտաձևերով զբաղվում եմ, ոչի հետաքրությունը կա։ Պարոն նախագահ, ձեր ձեռքին 2 ժամացույց, հա, ինչու եք 2 Չէ, մեկը ժամացույց է, մյուսը ուղղակի վուպ է ասում, ինքը ավելի շատ sense քո ֆիզիկական ակտիվության մոնիտորինգն է անում։ Երկուսն էլ կարան անեմ, բայց ավելի շատ այս մեկը ավելի հետաքրքիր էր։ Մենք կրկին Imperator Law Firm-ում ենք, իմ կողքին Լուսինե Պապյան, համահիմնադիրներից մեկ իրավաբանական այս գրասենյակի։ Գիտեմ, որ դուք շատ եք սպասում այս հանդիպումներին, որովհետև յուրաքանչյուր անգամ տարբեր թեմաներից ենք խոսում, որոնք ձեզ հետաքրքրում են։ Լուսի, այս անգամ ուզում եմ հարցնել գրին քարտերի հետ կապված կամ մշտական բնակության հնարավորությունների։ Գիտեմ, որ Թրամփի վարչակազմը որոշակի բարդություններ արդեն ստեղծել է։ Ես ինքս էլ օրինակ քաղաքացի եմ եւ ծնողներիս համար կարող եմ դիմել, սակայն մտածում այս շրջանում պետք չէ դա անել, արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Այո, Մեհեր ջան, փոքրինչ բարդություններ առաջացել են իրականում ներգաղթային վիզաների շուրջ, երբ որ 75 երկրի մեջ ներառվեց նաև Հայաստանի Հանրապետությունը։ Սա ինչ է նշանակում, որ Թրամփի ադմինիստրացիան ասաց ամբողջ ընթացակարգը կարող է նորմալ անցնել, այսինքն դուք դիմում եք ծնողին, I-130 ֆորման, բավարարվում է, գնում ազգային վիզայի կենտրոն, այնտեղ էլ փաստաթղթեր ստուգում են, բավարարում են, հետո հարցազրույց, սակայն հարցազրույցից հետո վիզան չեն տրամադրում։ Ինչու՞, որովհետև 75 երկրի ցանկում է նաև գտնվում
Հայաստանը եւ դա անորոշ ժամկետով է, չնայած կան բազմաթիվ դատական գործեր, որ բացվել են, սակայն չգիտենք թե երբ կվերահաստատեն եւ կվերաբացեն այս գործընթացը եւ ցանկացած ոչ միայն ծնողների մել ներգաղթային վիզա վերջում չեն տրամադրում վիզա։ Ողջույն, մենք գտնվում ենք մեր ամենասիրելու Venus Gifts խանութ սրահում, որտեղ կգտնեք ամենագեղեցիկ սպասքը լավագույն ապրանքանիշերից։ Այսօր խոսելու ենք Christofel ֆիրմայի մասին, որը 1830 թվականից ֆրանսիական հայտնի ֆիրմա է եւ առաջարկում է արծաթյա եւ ոչ միայն սպասք, ինչպես նաեւ ամենատարբեր պարագաներ սեղանի եւ դիզայնի համար։ Այս ֆիրման ստեղծվել է Շարլ Քրիստոֆելի կողմից եւ այդ ժամանակահատվածից սկսած հանդիսանում է թագավորական եւ ոչ միայն թագավորական ընտանիքների ամենասիրելի բրենդերից մեկը։ Venus Gifts խանութ սրահը մշտապես ամենաթարմ եւ ամենալայն տեսականին ունի, ոչ միայն այս, այլ նաեւ այլ ֆիրմաների համար։ Մեկ անգամ պետք է այցելել եւ վստահ եմ, որ այսուհետ դուք այս խանութից առևտուր կանեք եւ կսիրեք նաեւ անձնակազմին։ Դե ինչ այցելեք Venus Gifts խանութ սրահ եւ տեղեկացեք նաեւ վերջին տենդենսներից։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ընդունված է հաճախ թանկ պայուսակների եւ թանկ կոշիկների հետ համադրել ոչ այնքան շատ թանկ հագուստներ։ Նախ առաջինը դրանից երջանիկ եք դուք եւ ձեր ամուսինը իր դրամապանակով եւ երկրորդ հերթին կարելի է հավաքել մի ամբողջ զգեստապահարան հենց այս խանութ սրահից։ Նախ բոլոր ոճերի հագուստներ այստեղ կան, բոլոր տարիքների համար, առօրյա, աշխատանքային, ինչպես նաեւ երեկոյան մեծ կոլեկցիաներ։ Պիտի ասեմ, որ ձեզնից շատերը արդեն վաղուց գիտեն եւ վստահում են այս խանութ սրահին, իսկ ովքեր որ դեռ չեն այցելել, խնդրում ենք անպայման գալ եւ տեսնել գեղեցիկը։ Պարոն նախագահ, ո՞նց եք ծանոթացել Տիկին Բելլայի հետ։ Ճակատագրի բերումով մեկ դասարանում ենք հայտնվել։ Շատ պարզ մոդել է ծանոթանալու։ Մի դասարանում ենք սովորել մի քանի տարի եւ վերջը այդ ճակատագրի նաեւ բերումով ընտանիք կազմեցինք։ Եվ որն է եղել ամենակարևոր հանգամանքը, ամենակարևոր բնավորության գիծը, որ առաջին հերթին գրավել է ձեզ Տիկին Բելլայի մեջ։ Չգիտեմ, գիտեք, ես չեմ կարծում, որ Համագումար է եղել դա։ Եթե չեմ կարծում, որ եթե ինչ որ մեկը դուրս գալիս է, դու սկսում ես հենց վերլուծել, որ ինչի համար, որ գիծն է, ինչի համար, հենց որ սկսում ես այդ կալկուլյացիան անել, որ ինչ որ բան են չի։ Պարոն նախագահ, ես ողջունում Տիկին Բելլային։ Տիկին Բելլա, բարև ձեզ։ Համբեր ծաղիկները ձերն են, շատ շնորհակալություն, որ ժամանակ եք այսօր գտել մեր հարցազրույցի համար։ Մեծ պատիվ է իմ համար զրուցել պարոն նախագահի հետ։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։ Ապրեք շատ։ Ապրեք Տիկին Բելլա։ Պարոն նախագահ, դուք ինքներդ եք ցանկանում եւ ինքներդ եք խնդրում, որ ձեզ զորակոչեն բանակ։ Կպատմեք այդ մասին եւ ընդհանրապես Չէ, ստե շատ པարզ էր։ Ուղղակի իմ մոտիկ ընկերներին արդեն կանչեցին զինկոմիսարիատ, ինձ չեն կանչել, ես ուղղակի ինքս դիմել եմ, հորս խնդրեցի, որ դիմի բանակ գնալու համար, ուզում էի ուղղակի ընկերների հետ գնալ, այսպես ասենք, այն հույսով, որ միասին էլ կծառայենք։ Հիմա հերս դիմեց,
լավ ծանոթ էր զինկոմիսարի հետ, բայց մեզ միասին նույն օրը տարան, բայց հետո հայտնվեցինք լրիվ տարբեր տեղ։ Եվ ինչ կպատմեք Մինչև այսօր հիշում եմ, նոյեմբերի 8-ին գնացի բանակ, նոյեմբերի 8։ Ինչ կպատմեք բանակային տարիների մասին, ինչն է ամենաշատը ձեզ մոտ տպավորվել։ Լրիվ ուրիշ միջավայրում ես հայտնվում ես լրիվ անծանոթ մարդկանց հետ եւ այստեղ ես հիշեցի, որ միջով այդ էլ կարդացել էի Սպինոզայի այդ բանական իրավունքի բանը, էլ այդ естественное право այդ բանը, էլի, որ այդ միջավայրում միշտ ձևավորում է որոշակի այդ միջավայրի իերարխիա։ Եվ այդ իերարխիայում sense տեղ զբաղեցնելու համար դու պետք է բավարար կամք ունենաս։ Սա էր եւ դպրոց ընդհանրապես կյանքում կայանալու համար կարծում եմ չափազանց կարևոր դպրոց է։ Ես ուղղակի շնորհակալ եմ, որ գնացի բանակ, որ իմ ճակատագիրը ինձ այն ժամանակ տարավ այդ ճանապարհով։ Դա էր պատճառը, որ անպայման ուզում եք, որ ձեր որդիները եւս ծառայեն։ Չգիտեմ, այդ հարցը ինձ երբեք չեմ տվել, բայց միշտ մտածել եմ, որ ամեն մի երիտասարդ ինչ որ մի պահ է գալիս, որ պիտի ինքը ծնողների հոգատարությունից մի քիչ փոկվի եւ բախվի, այսպես առերեսվի կյանքի հետ, իրականության հետ, որը ունի եւ դաժան կողմեր եւ ոչ միշտ հաճելի կողմեր, սրանով բոլորը պետք է անցնեն, հատկապես տղա երեխան պետք է այդ ճանապարհով անցնի։ Ես գիտեմ, որ Լևոնը Քոչարյան ծառայել է եւ այդ մասին ինֆորմացիան ունեմ։ Ես եթե լինեի, օրինակ կարող եմ sense անմիջական ասել, ես եթե լինեի նախագահի որդի, կգայի կասեի, պապ լավ ինչ ծառայել, կարող ենք մի բան մտածել, ասենք ծառայությունը այլ կերպ անցնի։ Ձեր դեպքում նման զրույց լինել հնարավոր էր, կարող էր ընդհանրապես։ Չէ, հնարավոր չէ։ Ընդհանրապես նայեք, իմ մանկությունը եւ միգուցե նաեւ սերունդային բաներն է, մեր մոտ երբեք ընդունված չէր, որ ծնողը խառնվի բակում երեխաների հարաբերությունների մեջ։ Տարբեր բաներ արինեմ, չէ, ինչ որ մի քիչ մեկը 14 տարեկան է, մեկը 12, մեկը 15 տարեկային բան կա, sense որոշակի բակային իերարխիայի ձևավորում կարող է իրար հետ կռվեն, վիճեն, իրարից նեղանան, երբեք ընդունված չէր, որ ծնողը խառնվի։ Հենց ծնողը խառնվեց, ոնց որ այդ երեխան բաներ դառնում էլ, թեր արժեք էր դառնում, այսի միջավայր է։ Ես ինքս երբեք իմ տղա երեխեքի հարաբերությունների, sense բակային հարաբերությունների մեջ չեմ խառնել երբեք։ Եվ իրենք գիտեին, եւ եթե խառնվեի, իրենք ինձնից կնեղանային։ Կասեն մեզ ղզիկ եք սարքում, ես ինչ եք անում, մի կոպիտ ասած։ Դրա համար այս նույն բանը ընտանիքում այդ մշակույթը մնացել է, սա ավելի շատ ոչ թե ինչ որ հատուկ մշակույթ է, բան ինչ որ մի կոդ է, որը ինքը իրենով ձևավորվում է, որը գալիս է մարդկանց բնավորությունից, հոր, մոր, ընդհանուր միջավայրից, այդ միջավայրը ինչ կարգի կոդ է ձևավորում։ Համակցված ինչ որ մի բան է, մի պրոդուկտ է դառնում ընտանիքի համար։ Պարոն նախագահ, տեսեք, լիքը ստեր ու ոչ կոռեկտ հրապարակումներ են եղել, որին ինձ թվում է իմ համեստ կարծիքով դուք ուշադրություն չեք դարձրել եւ մտածել եք, որ դրանք եղանակ չեն փոխելու եւ այլն։ Հիմա հասկանում ենք, որ այնուամենայնիվ, երբ ժամանակները փոխվել են աշխարհում, ընդհանրապես երևի թե պետք էր, չէ, այդ ամենը զսպել, այդ ամենին ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր մասին հերյուրանքներ, զրպարտություններ եւ կեղծիք չհրապարակվի։ Ես կարող եմ ասել, թե ինչ շարժարիտներով ես շարժվել այն ժամանակ։ Ես մտածում էի, որ քո գործը տարա եւ այդ գործը կգնահատվի։ Ով կգնահատի, ով չի գնահատելու, Աստված իր հետ։ Եվ հատուկ քայլեր անել դուր գալու համար, կամ շատ նեղվել է, թե ինչ որ մեկը մի բան ասեց, կամ զրպարտեց, ուղղակի դրա վրա էներգիա չի ծախսում։ Սա էր իմ մոտեցումը։ Բայց ճիշտ էր դա, պարոն նախագահ, թե սխալ հիմա հետ հայացեք նետում։ Չգիտեմ, ես չեմ կարող ասել, որ վստահ եմ, որ ճիշտ էր, թե սխալ էր, որովհետև
Առաջինը եթե այլ անկյանտակ այս հարցին նայենք, իսկ ինչքան ժամանակ, էներգիա ես պետք է ծախսեի այդ ամենը հերքելու համար։ Արժեր դա ծախսել, թե չարժեր։ Եթե նայում ես հետադարձ այսօրվա դիրքերից, երևի կարելի է ասել, որ միգուցե պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ ամեն ինչին, բայց ես մտադրություն չունեի ամբողջ կյանքը զբաղվել քաղաքականությամբ։ Անկեղծ մտադրություն չեմ ունեցել։ Պարոն նախագահ, մենք շատ սիմվոլիկ օր ենք այսօր այս հարցազրույցը ձայնագրում, այսօր մայիսի 18-ն է, Լաչինի միջանցքի ազատագրման օրը 1992 թվականին։ Կպատմեք այդ տարիներից պատերազմի, ձեր գործողություններից, ձեր ընկերներից մարտական, այդ ժամանակաշրջանի ընդհանրապես հայ տղամարդու գաղափարից, կերպարի ընկալումից։ Դժվար հարց է։ Ընդհանրապես ամբողջ կյանքում երբեք sense անցյալով չեմ ապրել։ Այդ գիրքը գրելուց էլ տառապանքեր sense հետ գնալ։ Եվ պետք է ասեմ, որ երևի առաջի 1-2 ամիսը շատ դժվար էր sense տրամադրվել հիշողությամբ հետ գնալ։ Բայց որ հետ ես գնում, հետո սա գալիս է հետարքիր է մարդու հետ հիշողության մեխանիզմը, բիոքիմիայի աշխատանքը։ Սերունդը ուրիշ էր։ Ես նույնիսկ չգիտեմ, միգուցե այդ սովետական դաստիարակության էլեմենտը կար, որովհետև հայրենասիրությունը այն ժամանակ իսկապես դաստիարակության մի կոմպոնենտ էր։ Եվ այդ կոմպոնենտը հայրենասիրություն, sense սովետական միության նկատմամբ որպես հայրենիք ինքը բևեռացավ այլ կարգի հայրենասիրության վրա, հայրենիքը, Ղարաբաղը, sense ազգը եւ այլ։ Ինքը այդ կոմպոնենտը բան էր ամեն մարդու մեջ ավելի մեծ տեղեր զբաղեցնում ենթադրաբար, քան հիմա, երբ sense ամեն ինչը sense ավելի լողոզված է։ Կարծում եմ սա է եւ բան կար, լուրջ կոնսոլիդացիոն բան կար մարդկանց մոտ, sense թասիբ, պայքարի մեջ մտնել, պայքարել հողի համար։ Ուրեմն այդ հայրենասիրության եւ միգուցե նաև կրթվածության ընդհանուր sense աստիճանը մի քիչ ավելի ուրիշ էր։ Ցենզը բարձր էր։ Հա, ավելի ցենզը բարձր էր եւ սա ինչ որ բյուրեղացավ մեկ ուրիշ էներգիայով արտահայտվեց։ Ես դրա sense հստակ ձևակերպումն էլ չեմ կարող տալ, բայց դրա մեջին ապրելով տեսնում ենք թե ինչպես սա աշխատեց եւ այդ տրանսֆորմացիան շատ կարճ ժամանակաշրջանում ոնց եղավ։ Պրոդուկտը լրիվ ուրիշ էր։ Ամենից հաճախ ձեր մարտական ընկերներից ում եք հիշում, պարոն Քոչարյան, պարոն նախագահ։ Երևի Մոնտեին, sense շատ բան, վառ ազնվորություններ, sense ծայրահեղ ռոմանտիկ, sense բացի իր sense հերոսական ճանապարհից, որպես անձ ինքը բան էր, շատ հիշվող էր։ Էքսցենտրիկ էր, հա, ինչ որ։ Չի ասի էքսցենտրիկ։ Բայց մարդուց բան էր գնում, այդ ռոմանտիզմը ճառագայթում էր, էլի ոնց որ այդ իր այդ հավատը, իր նվիրվածությունը, մի քիչ ուրիշ բան էր։ Շատերին ես հիշում, շատերին, միայն ուղղակի մեկի անունը տվեցի, որը sense ամենից բանն էր, ամենից հետարքիր նաև կերպարի տեսանկյունից էր։ Մոնտեյնի մասին այսօր խոսելը համարձակ է համարվում տարօրինակ կերպով, միջազգային սոցիալական ցանցերը անգամ նրան բլոկում են, եթե նրա մասին ինֆորմացիա հրապարակում։ Ադրբեջանը դե բնականաբար իհարկե ամեն ինչ անում է, որ նրա մասին չխոսվի։ Գիտեմ նաև, որ ներկայիս իշխանություններն էլ առանձնապես ողջավորված չեն, որ այսօր Մոնտեյի մասին ֆիլմ է նկարահանվում։ Իդեպ ֆիլմը նկարահանում է Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, ու իմ ունեցած տեղեկությունները բավականին մեծ դժվարությունների է առնչվում այդ ֆիլմը նկարելու գործընթացում։ Ինչու այդպես եղավ ըստ ձեզ։ Ну երևի այսօր իշխանություններին հերոսները պետք չեն։ Հերոսները վերջապես երևի առաջերտին պետության համար սա պետք է որպես մի օրինակ, որի վրա կարելի է սերունդներ դաստիարակել։ Եվ հայտնի ասացված կա չէ, որ ասում են, եթե
ժողովուրդը հերոսներին չի գնահատում, այդ ժողովուրդը հերոսներ չի ունենա։ Հիմա մեծ հարց է, այս իշխանությանը հերոսներ պետք են, թե պետք չեն։ Իմ տպավորությունը այնպեսին է, որ պետք չեն։ Եվ ուղղակի հիշեցնեմ հայտնի թեզը, որ հարկատուն հերոս է։ Հերոսը ոչ թե Մոնտեմելկոնյանն է, հերոսը ոչ թե հայրենիքը պաշտպանողն է, այլ հարկատուն է։ Սա նշանակում է, որ քանի որ բոլորը հարկատու են, առնվազն եկամտահարկի մասով, ուրեմն այս երկիրը ունի, եթե երեխաներին հանենք, մոտարապես երևի 1.5-1.7 կամ մոտ 2, չէ, ավելի շատ 2 միլիոնից ավել հերոսներ։ Եվ լղոզվում է այդ հերոս լինելու հանգամանք։ Երկիրն ուներ նաև մի քանի միլիոն վարչապետ հեղափոխության ընթացքում։ Արդյոք սա տեխնոլոգիա չէ ձեզ մարդկանց էգոները շոյելու, որովհետև յուրաքանչյուր մարդ իրականում ուզում է, որ երևի թե մեծամասամբ իր էգոն շոյվի, եւ երբ այդպես է խոսում երկրի առաջին դեմքն իրենց հետ, միևնույնն է դա տալու է դրական արդյունք։ Կապ չունի դա անկեղծա, կեղծա եւ այլն։ Միևնույնն է դա մարդու ուղեղի վրա ներազդելու հնարք է։ Ըստ ձեզ դա ազնիվ ճանապարհ է թե ոչ, եւ արդյոք ամբողջ աշխարհում հիմա այդ միտումը չեք նկատում։ Համոզված եմ, որ դա ուղղակի հնարք էր, մարդկանց մոբիլիզացնելու համար հնարք էր, եւ հենց այդ ժամանակ ես կարող եմ նաեւ հիշեցնել, հրապարակում ասվել է, որ սա ագորան է եւ որևէ հարց չի լուծվելու առանց ժողովրդի հետ քննարկմանը։ Դրանից հետո եղավ ճիշտ հակառակը։ Ինչ ուզում անում ենք, ինչ որ պետք է դա էլ անում ենք եւ ժողովրդի հետ քննարկելը ասենց զրոյացվեց միջև նույնիսկ զրոյից ավելի ցածր մինուս։ Բայց սրա վտանգավոր այդ հարցադրման վտանգավոր մասը հետեւյալի մեջ է, երբ որ դու լղոզում ես, դու նաեւ լղոզում ես այդ հերոս լինելու կամ առաջնորդ լինելու հանգամանքն ես լղոզում։ Առաջնորդը վերջը մի անձ է, որը իր վրա պատասխանատվություն է կրում երկիրը եւ ժողովրդին առաջ տանելու համար։ Հիմա եթե դու ասում ես 3 միլիոն վարչապետ կա այս երկրում, դու ըստ էության առաջնորդի կարգավիճակը բերում ես հավասարեցնում այդ միջինացվածի հետ։ Ուղղակի սա վտանգավոր է, որովհետև առաջնորդի դերը լրիվ ուրիշ է։ Առաջնորդի դերը դա պատասխանատվություն ստանձնելն է, ավելի հեռու տեսնելն է եւ որոշակի հմտություններ եւ գիտելիքներ ունենալն է։ Ենթադրում եմ, որ բոլորը կուզենան նույնիսկ իրենց թիմում, ընտանիքում, ասենց ում հետևից գնում են, ենթադրում են, որ դա ավելի շատ գիտելիք ունի, ավելի հեռու է տեսնում, հաշվարկանել գիտի եւ այլ։ Եթե դու սա լողոզում ես ամեն ինչը, դու երկիրը դարձնում ես, այսպես ասենք, միջինացված, մի քիչ անդեմ ինչ որ կարգավիճակի ես հասցնում։ Այն ժամանակ ուղղակի իրենց դա էր պետք, դա էին անում։ Պարոն նախագահ, ինչու հեղափոխության ընթացքում բղավեցին Քայլ արա մերժիր Սերժին, բայց արդյունքում մերժեցին ձեզ։ Նայեք, կուտակված լարվածություն կար եւ այդ առումով ես հասկանում եմ, թե նաեւ ժողովրդին չի փողոց դուրս եկել։ Բայց այն պահին ուղղակի ես պայքարի մեջ մտա եւ մի sense ցունամի էր, մի մեծ ալիք էր, ես ըստ էության դեմը կանգնեցի, որովհետեւ զգացի այն վտանգները, որոնք այս ամենը որոնցով հղի է եւ երբ պատճառը դա է, մեջ վտանգ տեսան, այն ժամանակ համարյա խոսող չկար այս ամեն ինչի դեմ։ Հարվածի տակ էին հայտնվում, սոցցանցային, այսպես ասենք, այնպիսի մի գրոհ էր իրականացվում այդ մարդկանց նկատմամբ, չվախեցա, կանգնեցի, իմ մեջ վտանգ տեսան եւ ենթադրում եմ, որ որոշեցին ուղղակի այդ վտանգը չզոհացնել։ Սա է պատճառը։ Պարոն նախագահ, ինչպիսին են ձեր հարաբերությունները երրորդ նախագահի հետ։ Չկան որևէ հարաբերություններ։ Եվ որ կետից սկսած դրանք չեղան։ Շփումները դադարեցվել են 2009 թվական ուշ աշնանից։
Այն ժամանակ ես ուղղակի որոշ քայլերի հետ, որոշ որոշումների հետ համաձայն չէի, փորձում էի սկզբից մեր հանդիպումների ժամանակ դրա մասին ասել, հետո տեսա, որ ուղղակի դա չի փոխում ոչինչ եւ սկսեցի նաեւ որոշակի հրապարակային կարծիք արտահայտել։ Ու սա բերեց հարաբերությունների որոշակի, այսպես ասենք, լարվածության հարաբերությունները։ Սա է, բայց մենք 2009 թվական նոյեմբերից երևի մինչև 18 թվականը երևի իրեն տեսել եմ 4-5 անգամ ոչ արել։ Միջոցառումների ժամանակ, ասենց ասեմ, իմ մոր թաղման, իր հոր թաղման, բանակի հետ կապված հոբելյանական միջոցառումների եւ Ղարաբաղում պարադին վերջ։ Ուղղակի հրապարակային դրա մասին չէինք բանանում, չէինք խոսում եւ մարդկանց մոտ տպավորություն էր, թե ինչ արվում է, ոնց որ ես էլ կամ այդ ամեն ինչի հետ միասին ենք անում, իրականությունը լրիվ ուրիշ է։ Պարոն նախագահ, որը կլիներ ձեր գործողությունները, եթե ձեր իշխանության ժամանակ որևէ մեկը հեղափոխության փորձ աներ եւ կոտրելով ռադիոտան շենքը մուտք գործեր ռադիոտուն, որը կլիներ ձեր հրահանգը։ Մի քիչ սխալ ըմբռնում կա, թե պետք է անպայման բոլոր հարցերում հրահանգներ լինեն։ Նայեք, սա բանը, սա իսկապես սխալ ըմբռնումը կա։ Եթե երկրում դրվածքը ճիշտ է դրած, որևէ հրահանգ պետք չի, ոստիկանությունը իր գործը պիտի աներ։ Պիտի բռներ, ձերբակալեր, պետք է կալանավորվեր եւ հոդվածը բավական ծանր է։ Եվ շատ վատ է, եթե պետք է սպասեն հրահանգների նախագահից կամ վարչապետից կամ որևէ մեկից։ Իմ ունեցած տեղեկությամբ, որը կարող է իդեպ ստույգ չլինել, Վլադիմիր Գասպարյանը փորձել է ճշտել Սերժ Սարգսյանից նախագահից, արդյոք պետք է ձերբակալել թե ոչ, եւ ստացել է բացասական պատասխան։ Ես էլ եմ լսել դրա մասին։ Եվ շատ վատ է, եթե դա այդպես է աշխատել։ Կարող եմ միանշանակ ասել, որ Հայկ Արությունյանը երբ ոստիկանապետ էր, ինքը լրիվ այդ ազատությունը ուներ եւ այդ ազատությունը իրեն տալիս է օրենքը։ Եվ այն վիճակը չպետք է լինի, որ անպայման sense իրավախախտում ա եղել, ուրեմն դու պետք է արձագանքես։ Դու չպետք է զանգես եւ հարցնես, սա կարելի է անել, թե կարելի չի անել։ Դու քո գործը արա, եթե միջամտելու հարց կա, հետո թո նախագահ միջամտի։ Նույնիսկ դրա իրավունք չպետք է ունենա։ Այդ չեմ կարող չհարցնել ձեզ նաեւ մարտի 1-ի հետ կապված։ Այս դեպքում եղել է ձեզնից զանգ հրահանգ ստանալու կամ ճշտելու, թե ինչպես պետքա վարվել ցուցարարների հետ։ Սահմանադրությամբ միակ սուբյեկտը, որը կարող է մտցնել արտակարգ դրություն, նախագահն է։ Այն ժամանակ, երբ ես այդ որոշումը կայացրեցի, արդեն կային մի քանի տասնյակ վիրավորներ ոստիկանության, կային մի քանի տասնյակ հրկիզված մեքենաներ, եւ ոստիկանական, եւ ոչ ոստիկանական, եւ ասենց ասեմ, դա չանելը կնշանակեր անգործություն։ Եվ միայն մեխանիզմը, որը կարող է զսպել նախագահի որոշումը, դա խորհրդարանն է։ Եվ օրենքի ուժով արտակարգ դրության մտցնելու այդ որոշումը մտնում է խորհրդարան եւ 24 ժամյա ռեժիմով խորհրդարանը հավաքվում է կամ հաստատում է կամ չի հաստատում։ Եվ ես այդ որոշումը կայացրեցի։ Եվ կար հրամանագիր, որով այդ ռեժիմի իրականացումը դրված էր կառավարության վրա։ Հիմա մարդկանց թվում է, թե ամեն մի քայլ պետք է զանգեն եւ նախագահից հարցնեն։ Կա հրամանագիր։ Կա ոստիկանության մասին օրենք։ Եվ այդ օրենքն է կարգավորում, ոստիկանությունը իրավունք ունի կրակել, թե իրավունք չունի կրակել եւ այլ եւ այլ։ Եթե ոստիկանապետը ամեն հարցով զանգի հարցնի, նշանակում է պատասխանատվությունը ինքը իրենից փորձում է գցել նախագահի վրա կամ վարչապետի վրա։ Մենք գտնվում ենք Գրիգորյան Law Firm-ում եւ խոսելու ենք այսօր կտակի ժառանգության եւ առասարակ իրավաբանական այլ թեմաների մասին։
պսակադրությունից եւ ամուսնության արարողությունից անմիջապես հետո դա կյանքի շատ պատասխանատու փուլ է եւ պատասխանատու պետք է վերաբերվել նաեւ օրենքներին եւ պարտականություններին։ Աննա Գրիգորյանն է իմ կողքին, ով ի դեպ վերջերս նաեւ ամուսնացել է, շնորհավորում ենք Աննա։ Դու այնքան հարազատ ես դարձել մեր աուդիտորիայի համար, որ վստահ եմ, որ շնորհավորանքները նաեւ էկրանից այս կողմ են հիմա գալիս։ Ցավոք այդ օրերին ես Հայաստանում եմ եւ ներկա չգտնվեցի այդ գեղեցիկ արարողությանը, սակայն այդ մասին չենք այսօր խոսելու։ Երբ մարդիկ նոր պսակադրվում են, ինչպես պետք է լուծեն կտակի եւ ժառանգության հարցը, օրինակ, երբ ամուսիններից որևէ մեկը ունի ընտանեկան բիզնեսներ եւ կարողություններ եւ այդ պարագայում երևի թե ընտանիքի ճնշումն էլ կարող է բարձր լինել։ Մեր հայկական համայնքում այնքան նուրբ է այս հարցը, որ շատ խնդիրներ են առաջանում, երբ որ զույգերից մեկն ու մեկը առաջարկում է ինչ-որ մի թղթաբանություն կազմել, որի մեջ նշած է, որ ինչ ունի տղան տղային, նա ինչ ունի աղջիկը աղջկանն է։ Մինչև ամուսնությունն էլ կարելի է այս թղթաբանությունը կազմել, prenup-ը, որտեղ որ նշվի, եթե ես ինչ ունեմ ամուսնական կյանքից առաջ իմն է եւ ինչ բաներ կարելի է նշել, որ ասե դրանից հետո կիսում է երկուսիս մեջ։ Բայց եթե չենք ցանկանում այդ թուղթը կազմել, որովհետեւ շատ դեպքերում զույգերի մեջ լինում են խնդիրներ, այդպես վստահության հետ կապված, կա trust-ը, որի մեջ կարան իրանք նշեն, թե ում են ուզում գնա իրանց ունեցվածքը նույնիսկ ամուսնանալուց հետո։ Կարող են trust-ը կազմել ամուսնությունից առաջ, լցեի նշել ուզում եմ գնա ծնողներիս, ամուսնությունից հետո փոխել, որ ես ամուսնացել եմ, հիմա ուզում եմ ինչ-որ մի մաս գնա կնոջս կամ չեմ ուզում ոչ մի բան գնա կնոջս, բայց պետքա դա արվի Կալիֆոռնիայի օրենքներին համապատասխան, որովհետև թեկուզ կնոջը նշում ենք ոչ մի բան չգնա, Կալիֆոռնիան նորից ունի օրենքներ, որը ինչ-որ մի մաս հատկացնում է կնոջը կամ ամուսնուն։ Շնորհակալություն Աննա, իսկ թե ինչ պայմանագիր է ստորագրել ամուսնական Աննան, կիմանաք տեսախցիկներն անջատելուց հետո։ Նշված հեռախոսամարով զանգելով կարող եք ձեր բոլոր խնդիրների մասին կիսվել եւ ստանալ պրոֆեսիոնալ եւ մասնագիտական մոտեցում։ ALA Renovations այս ընկերությունը, ինչպես արդեն գիտեք, զբաղվում է սոլար համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաեւ տանիքների եւ ոչ միայն տանիքների նորոգմամբ կամ կառուցմամբ։ Եվ հատկապես մեր այն հետևորդների համար, մեր այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են սոլար արեգակնային համակարգեր տեղադրել իրենց առանձնատներում կամ աշխատավայրերում, ALA-ը ունի հատուկ եւ յուրահատուկ անակնկալ։ Եթե մինչև մայիսի վերջը դուք ձեր պայմանագիրը ստորագրեք այս ընկերության հետ, ապա մինչև հունվարի 1-ը դուք չունեք որևէ վճար, այդ թվում 0% ներդրում, կանխավճար եւ 0% interest rate, ինչը ֆանտաստիկ է։ Այցելելով ALA-ի Instagram-յան մեջ կտեսնեք, թե ինչ մեծ նախագծեր են արել եւ ինչ փոքր նախագծեր են արել կրկին որակով եւ հատկապես մեր այն հետևորդները, ովքեր պլանավորում են իրենց մեծ առանձնատների համար կամ մեծ աշխատավայրերի համար նման ծառայությունից օգտվել, ապա պիտի ասեմ, որ դուք անվճար կստանաք նաեւ charger մարտկոցներ ձեր էլեկտրական մեքենաների համար։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով, վստահ եմ շատ ջերմ եւ շատ մասնագիտորեն պրոֆեսիոնալ կպատասխանեն ձեր զանգերին։ Հայկական պահածոներից մինչև հայկական կոնֆետներ, հայկական հյութերից մինչև հայկական կատնամթերք։ Grand Bridge սուպերմարկետը ընտրում է իր կատնամթերքը, մսամթերքը եւ ամեն ինչ հատնտիր եւ ես կարծում եմ, որ ընտանիքի նման է վերաբերում իր յուրաքանչյուր հաճախորդին։ Առհասարակ սա ընտանեկան բիզնես է, այնպես որ այստեղ գալով դուք կտեսնեք, թե ինչպես են մարդիկ աշխատում, մեկը մեկին ուստ տված եւ մեկը մեկին օգնելով։ Այդպես են վերաբերվում նաև իրենց հաճախորդներին, եթե ապրում եք Granada Hills-ում կամ հարևան քաղաքներում, ապա ձեր ամենօրյա կամ շաբաթվա առևտուրը հենց այս խանութ սրահից կատարեք։ Ես այդպես եմ անում հաճախ։ Լոս Անջելեսում կան բազմաթիվ ծաղկի սրահներ եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը։ Մենք չափազանց շատ ենք հավանում Velvet Rose խանութ սրահի դիզայներների ձեռագիրը, ովքեր ծաղիկների գեղեցկությունը չեն խլացնում այլ խթանիչներով, այլ հակառակը դրանց տալիս են նոր եւ գունեղ ձևավորում։ Ծաղիկները բնականաբար իհարկե շատ գեղեցիկ ու լավագույն տարբերակներից մեկն է մարդուն շնորհավորելու եւ լավ լիցքեր հաղորդելու համար։ Դրանք կրկնապատկվում են Velvet Rose-ի ծաղկեփնջերով։ Պարոն նախագահ, կպատմեք հոկտեմբերի 27-ի մասին, ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Ես գիտեմ, որ այդ ընթացքում դուք ինչ-որ նախկին դեսպանի հետ հանդիպման եք եղել եւ ինչպես իմացաք լուրի մասին։ Չէ, դեսպան չէ, դա բանը Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր։
Talbot անունով բավական բարձրաստիճան պաշտոնյա եւ քննարկում էր Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված այնց նոր առաջարկներ հանդիպման մասնակցում էր եւ Վարդան Օսկանյանը եւ Վազգեն Սարգսյանը հենց այդ օրներ բավական երկար հանդիպում էր հետաքրքիր հանդիպում էր հետո Վազգենի հետ միասին ճաշեցինք իմ մոտ ինքը ոգևորված էր հանդիպման բովանդակությունից ուզում էր մնար ես առաջարկեցի մնա քննարկենք ինքը ասաց գրքում նաև դրա մասին գրել եմ ասաց պապին նեղանում է որ Տեմրճանին պապեր պապի էր ասում ասից նեղանում է հիմա գնամ հետո պայմանավորվել ենք որ երեկոյան պետք է հանդիպենք դաչաներում ինքներ էր այնտեղ մնում հանդիպենք եւ կքննարկենք մեր հետագա քայլերը։ Ու հետո դրանից հետո եղավ հենց քիչ անց եղավ այն ինչ եղավ արդեն նոյեմբերի 27։ Պարոն նախագահ, մի միջադեպ կա, որը միշտ լրատվամիջոցները կապում են ձեզ հետ, կապված Պապլավոկի հայտնի միջադեպի հետ։ Ինչ էր իրականում տեղի ունեցել եւ արդյոք հնարավոր չէր խուսափել այդ դեպքից։ Գիտեք, հետաքրքիրը նա էր, որ այդ միջադեպը եղել, ես այնտեղ չեմ եղել։ Բավական լավ հետաքրքիր միջոցառում էր Պապլավոկում, սեն ջազային երեկո էր իմ ու Շարլ Ազնավուրի մասնակցությամբ եւ մեր գնալուց հետո եղավ մի միջադեպ, որի մասին ես ըստ էության իմացել եմ առավոտյան արդեն։ Եվ այն ինչ որ մամուլում է հայտնվել, որ ինչ որ ինձ ռոբ ասելու ինչ-որ պատճառով Իրականում եղել է այդ դեպքը Պապլավոկում, որ ձեզ մեկը ասի պրիվետ ռոբ։ Ես չգիտեմ։ Ես չեմ բացառում, որ եղել է։ Բայց որ ես պետք է դրանից նեղվեի, ինձ համար սա ուղղակի անհասկանալի է։ Որտեւ ինձ իմ ամբողջ մանկությունը իմ ընկերները ինձ ռոբ էին ասում, դպրոցական տարիներում ռոբ էին ասում, ուսանողական տարիներում ռոբ էին ասում, մայրս ռոբ էր ասում, Բելան հիմա էլ ինձ ռոբ ասում։ Հիմա ստեղ ընդունված է, չէ՞, մեր սլենգի, մեր կենցաղային մշակույթի մեջ 2-3 վանկով անունները ուղղակի կարճացնում են։ Սանասարին Սանո են ասում, Ռոբերտին ռոբ են ասում, Լևոնին հասկանալի է, պարոն նախագահ, բայց գուցե սա այն դեպքն է, երբ աշխատակազմը ցանկանում է անել, այսինքն անել մաքսիմալ լավ իրենց պատկերացմամբ եւ մաքսիմալ շատ վնասում է ղեկավարին, հա, նման։ Բայց ինչ պիտի անի աշխատական, ես ուղղակի աշխատակազմը ինչ կապ ունի այդ դեպքի հետ։ Մենք գնացել ենք Պապլավոկ, մարդիկ ոտնկայից ծափահարություններով մեզ դիմավորել են։ Գնալուց ծափահարություններով մենք գնում էինք։ Հիմա աղմուկն էր այնպեսի մեծ էր, որ ինչ որ մեկը կարող ասել է, կարող է չի ասել, բայց ինձ համար հետևյալն է, առաջին աշխատակազմը դե չկար ընդհանրապես։ Անվտանգության ծառայությունն էր։ Ես ուզում եմ ասել երևի անվտանգության ծառայություն սխալ բառ ընտրեցի։ Այսինքն գուցե անվտանգության ծառայությունը արել է մի բան, որ իրենց պատկերացմամբ ճիշտ էր եւ Գիտեք, հարցը նրա մեջ է, որ իմ այնտեղից հեռանալուց հետո անվտանգության ծառայությունը արդեն իր ֆունկցիան ավարտած էր։ Ես գնացել եմ տուն։ Դեպքը պատահել է իմ գնալուց հետո մոտ 35-40 րոպե անց։ Դա քրեական գործով է երևում։ Ինչքան ես գիտեմ, ինչքան զեկուցել են նրանից հետո, ուղղակի վեճ եմ բռնվել անվտանգության ծառայության աշխատողի հետ եւ արդյունքը դա է։ Բայց ինքը արդեն նույնիսկ ծառայության ժամանակ չէր։ Բացի աշխատանքից հեռացնելու կամ ո՞րն է եղել ձեր արձագանքը։ Անմիջապես աշխատանքից հեռացվել է աշխատողը, որը իմիջիալուց ղեկավարության կողմից ՊՊՑ-ի բնութագրում էր բավական դրական։ Հետո եղավ դատական նիստ եւ այդ դատական նիստի ժամանակ դատավճիռով դատվել է ուղղակի այդ մարդը։ Դատվել այդ միջադեպի պատճառով։ Իսկ զոհի ընտանիքի հետ սպանության
հոդվածով։ Կանխատեսված սպանության չնախատեսված։ Իսկ պարոն նախագահ, այդ զոհի ընտանիքի հետ փորձել եք կապի դուրս գալ, որևէ կերպ, չգիտեմ, օգնել, ինչ որ մի բան Զոհվածը, նայեք, զոհվածը դաշնակցական էր։ Անդիմադիր չէր, որ ասենք դաշնակցությունը այն ժամանակ կոալիցիայի մաս էր կազմում։ Այդպես չէր, որ անդիմադիր գործիչ եկավ եւ անդիմադիր գործչի հետ ինչ որ հաշվի արդար է տեսել։ Նույնիսկ այն ժամանակ դաշնակցությունը ընտանիքի հետ այո անդադ աշխատում էին։ Ես չէի ճանաչում այդ մարդուն, ես այնտեղ այդ մարդուն չեմ էլ մտաբերել։ Հետո ես փորձում էի իմ մտքով, sense նկարները բանը որ ինձ ցույց տվեցին, փորձում էի հասկանալ նույնիսկ թե որտեղ էր նստած այդ մարդը։ Եվ դրանից մեծ պատմություն սարքել, կապել իմ անվան հետ, ուղղակի սա այն դեպքը չի, երբ վերջերս հղի կնոջ Փաշինյանի վարչապետի Շարասյունը ուղղակի մեքենայով վրա կատարեցին, չկաղնեցին էլ օգնելու համար։ Ինքը ներսում, ինքը մոտով, սենց իր մեքենայով մոտով անցավ, նույնիսկ Շարասյան բժիշկին չթողեցին այդ կնոջ, ասենց ասֆալտին փռված այդ կնոջ մարմնի մոտ։ Նույնիսկ դա չեղավ։ Հիմա շատ տենդենցիային արտահայտություն է, չէ՞, վերջին տարիներին գլխավոր պատասխանատուն, բայց ոչ գլխավոր մեղավորը։ Լսել եք վստահ եմ այդ արտահայտությունը։ Մարտի 1-ի պատասխանատուն ու մեղավորը ով էր ըստ ձեզ։ Ոստիկանության հետ բախումների հրահրողը եղել է անդիմություն անկասկած։ Եվ անձնապես ամենից ակտիվ եղել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ խոսքը գաղտնալսումների մասին չի։ Մեգաֆոնը վերցրած բարձրախոսով ուղղակի այդ հայտարարությունները ձայնագրված են։ Կրկնեմ, ոչ գաղտնալսումներով։ Վերցրեք քարեր, վերցրեք ում ձեռն ինչ կա, սիրտս փառավորվում է, երբ ոստիկանություններից վերցնում եք բաները իրենց սպեցտեխնիկան կոպիտ ասած։ Եվ այդ հրահրումը չէր կարող հետևանքներ չունենալ։ Չէր կարող հետևանքներ չունենալ։ Հիմա հնարավոր է դրա խուսափել։ Ենթադրում եմ, որ հնարավոր էր, բայց երբ երկու կողմ ասենց բախման մեջ են, ամենից ակտիվ բախումը հրահրող կողմը ինքը իսկապես հրահրող է։ Ինքը սադրիչ գործողություններ է անում։ Կարող էր ոստիկանությունը ընդհանրապես որևէ բան չանել, երևի կարող էր։ Բայց մեղավորը հրահրողն է։ Պարոն նախագահ, որ ոչինչ չաներ, երբ հիմա հետ հայացեք նետում այդ ժամանակաշրջանին։ Չէր կարող ոչինչ չանել։ Ուղղակի չէր կարող, որտեղ ոստիկանությունը այդ պարագայում ոստիկանությունը պետք է պատասխանատվության ենթարկվեր ղեկավարությունը ոստիկանության ոչինչ չանելու համար։ Սա էլ է քրեական հոդված։ Լավ, գուցե պրիմիտիվը հարցս կամ մակերեսային է իմ պատկերացում այդ մասին։ Հնարավոր էր արդյոք այլ ելք, այլ սցենար ունենալ մարտի 1-ը։ Նույն ամբոստության պարագային։ Փորձենք այդ հարցի արմատին ուղղակի հասնել։ Ինչ է կատարվել։ Եղել են ընտրություններ, ընտրություններից հետո պարտված տեխնացուն հայտարարել է, որ ինքը ընտրվել է։ Եթե այսօր որևէ մեկը դա անի, երաշխավորված ձեզ ասում եմ, իշխանության զավթման փորձի համար կհայտնվեր բանում, Կալանավայրում։ Շատ կոնկրետ հայտարարվել է, որ մենք հաղթել ենք օպերայի ազատության հրապարակում էր եւ մենք պետք է գնանք նախագահական։ Հիմա որ մարմինն է Հայաստանի Հանրապետություն որոշում կայացնում, թե ով է հաղթել, ով չի հաղթել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ ուրիշ որոշում է կայացրել։ Հետագայում սահմանադրական դատարանը եւս ուրիշ որոշում է կայացրել։ Հիմա հարց եյությունը սրա մեջ է։ Պարտված կողմը ասում է, չէ, ես հաղթել եմ։ Առանց հիմնավորելու։ Իսկ միջազգային դիտորդների գնահատականները։ Իդեպ միջազգային դիտորդները չեն ասել, որ անդիմադիր կողմը հաղթել, այդպիսի բան չկա։ Բայց ցածր գնահատական են տվել այդ ընտրություններին։ Ցածր գնահատականը դա մեկ հարց է,
չընդունել ընտրության արդյունքները մեկ ուրիշ հարց է։ Հիմա ընտրությունների ժամանակ ո՞նց են գրում։ Գրում են եղել են խախտումներ, բայց այդ խախտումները չեն ազդել վերջնական արդյունքի վրա։ Հիմա սա է նախագահի դերակատարությունը։ Ես ընտրություններին անձամբ չեմ մասնակցել։ Բայց ինչն է նախագահի սահմանադրական պարտականությունը։ Հետևել, որ իշխանությունը ստանձնի ընտրված քաղաքական ուժը կամ անձը։ Ուղղակի գրած է, սահմանադրական։ Կարգը ենթադրում է, որ ընտրություններով է փոխում իշխանությունը, սա ենթադրում է, որ իշխանությունը ստանձնում է այն մարդը, ով ընտրվել է։ Ինձ համար որպես նախագահի համար դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է, որը բողոքարկվելու պարագայում սահմանական դատարանի, այսպես ասենք, վերջնական վճիռով է հաստատվում։ Հիմա ուրիշ բան ստե չկար։ Հիմա մարտի 1-ի այս ամբողջ գործը ամենից հետաքրքիրն է, ինձ փորձում են մեղադրել նրա մեջ, որ ես իմ սահմանադրական պարտականությունը կատարել եմ։ Պարոն նախագահ, ինչպես կգնահատեք ձեր իշխանության տարիները, արդյոք արդյունավետ են դրանք եղել։ Ես գիտեմ, որ եվրոպական բոլոր կառույցներ մենք հենց այդ ձեր տարիներին ենք ընդգրկվել, եւ հարցի երկրորդ մասն էլ հավանաբար խոսենք միջազգային հարաբերությունների մասին Հայաստանի այդ ժամանակաշրջանի։ Տեսեք, հիմա անընդհատ ձեզ մեղադրում են, որ դուք ռուսական, պրոռուսական քաղաքականություն եք վարում, ձեր հարաբերությունները լավ են Վլադիմիր Պուտինի հետ, մինչդեռ Եվրոպայի հետ էլ հարաբերությունները վատ չեն եղել եւ մենք ընդգրկվել ենք եվրոպական կառույցներում, Միացյալ Նահանգների հետ եւս հարաբերությունները վատ չեն եղել, այնպես է կարողանում բազմակողմանի եւ հավասարակշռված պահպանել հարաբերությունները գործընկերների հետ։ Ես ձեր ձևակերպման հետ մի քիչ համաձայն չեմ, ոչ թե վատ չեն եղել։ Շատ լավ են եղել հարաբերությունները եւ եվրոպացիների հետ եւ Միացյալ Նահանգների հետ։ Լավ են եղել, ոչ Ռուսաստանի հետ ավելի լավ է եղել։ Բայց մենք երբեք չենք փորձել հակադրել այդ հարաբերությունները իրար։ Ճիշտ է, նաև ժամանակներն էր ուրիշ այն ժամանակները։ Ընդհանրապես այդ կարգի խնդիր չունեինք։ Նայեք, ես Ժակ Շիրակի հետ շատ եմ շփվել, իսկապես շատ ենք շփվել, տարեկան երևի մի քանի անգամ։ Երբեք չի եղել, որ Ֆրանսիայի նախագահը փորձի ինձ համոզել, որ մեր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավը չեն, Հայաստանի շահերից չեն բխում, ասում չի եղել այդպիսի բան։ Ես շփվել եմ այն ժամանակ բավական ակտիվ շփումներ ունեցել եմ եւ Եվրոհասնաժողովի նախագահի հետ եւ Եվրոմիության այլ երկրների նախագահների հետ բավական մոտիկ հարաբերություններ է եղել Լեհաստանի նախագահի հետ, Սլովակիայի, Բուլղարիայի, Իտալիայի վարչապետի հետ։ Հակառակը բոլորը ընդունում են, որ մենք ճիշտ բալասավորված քաղաքականություն ենք վարում։ Չի եղել, ես չեմ հիշում, օրինակ, որ Լեհաստանի նախագահը կամ Սլովակիայի նախագահը փորձ էին ինձ համոզել, թե ես ինչ եք անում ռուսների հետ, պետք է հեռու մնալ եւ այլ։ Ռուսաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողով կա, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները մի քայլ ավելի առաջ էին, քան մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Մենք հյուրընկալել ենք այստեղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ես Բրյուսել գնալուց միշտ հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի։ Այդ խնդրումը չի եղել։ Եվ չի եղել, որովհետև մենք չենք ասել կամ։ Մենք ասել ենք եւ, մենք ասել ենք այո, Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, բայց այդ հարաբերությունները մեզ չեն սահմանափակում ուրիշների հետ մեր հարաբերությունները։ Եվ կար մի հստակ բանաձև։ Երբեք քայլեր մի արա, որոնք քո դաշնակիցը եւ Իրանի միջալոց մեր հարևանը կարող են դիտել որպես իրենց անվտանգության համար սպառնալիք։ Գիտեք, եթե պետությունը անվտանգային սպառնալիք է զգում, դա գերադասում է ամեն ինչին։ Եթե դու այդ քայլերը չես անում, տնտեսական ոլորտում ինչքան ուզում ես խորացիր, վիզա, բեզվիզ, ման, հիմա շատ են չէ դրա մասին խոսում։ Խնդիր չկար ընդհանրապես։ Տուն լահմաջոն մշտապես սրտաբաց է եւ հայաշատ։ Ինչու, որովհետեւ այստեղ մեր ամենասիրելի ուտեստներն են եւ ամենահամեղ լահմաջոն, որ դուք սովոր եք համտեսել հենց Երևանից սկսած։
Այստեղ փոքրիկ Երևանը եւ երաժշտությունը եւ միջավայրը եւ մատուցումը եւ համերը եւ անգամ այս աուրան, որ ստեղծում է նաեւ երաժշտությունը։ Ես միշտ սիրում եմ հաճախել տու լահմաջո իմ ընկերների հետ։ Երբ ընտանիքիս անդամներն են լինում Լոս Անջելեսում, առաջին իրենց բերում եմ նաեւ տուն լահմաջո, որովհետեւ այստեղ ընտանեկան միջավայր է, ընտանեկան բիզնես, ընտանեկան սպասարկում։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր փնտրում են աշխատանք, հաճախ գտնում են նաև տուն լահմաջոյում, որովհետև այստեղ լավ են եւ վարձատրում եւ լավ են վերաբերվում բոլորին, ինչպես հաճախորդներին, այնպես էլ աշխատողներին։ House of Liquor-ը այստեղ Գլենդելում բացված առաջին եւ ամենամեծ liquor store-ն է։ Միաժամանակ այստեղ ամենալայն տեսականինը դուք կարող եք գտնել ձեր ցանկացած խմիչքները ներմուծված Եվրոպայից, Մեքսիկոից եւ արտադրվող նաեւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Տեսականին ամենալայնն է եւ շուկայական ամենալավ գներն են այստեղ առաջարկում։ Պետք է նշել, որ խմիչքները կարող եք ձեռք բերել նաեւ միջոցառումների համար մեծածախ տարբերակով, դրանք ավելի մատչելի կարող են լինել։ Եվ ընդհանրապես փորձեք գտնել ձեր սիրելի խմիչքները, որոնք գուցե երկար ժամանակ փնտրում եք։ Այստեղ դա հնարավոր է անել։ Ինձ թվում է, որ ավելորդ է ասել Գլենդելում ապրող մարդկանց, որ սա լավագույն liquor store-ներից մեկն է, որովհետև բոլորը ծանոթ են պատմությանը եւ ոնց էլ չլինի մեկ կամ մի քանի անգամ գոնե այցելած կլինեն։ Այցելեք նաեւ դուք։ Բարի գալուստ Լոս Անջելեսի ձեր առանձնատուն։ Մենք գտնվում ենք Ղազարյանց Property-ում, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր միջոցառումները։ Այդ թվում նաև թեմատիկ փարթիներ երիտասարդների ու ոչ միայն երիտասարդների համար, ինչպես նաև ծննդյան տարեդարձներ կամ ձեր պատկերացմամբ ցանկացած բան։ Սակայն ես օրինակ այս անգամ մտածում եմ, որ մեր առաջարկը կարող է հետաքրքրել մարդկանց, ովքեր պատրաստվում են հարսանեկան սակադրության արարողությունների եւ երբեմն ունենում ենք Հայաստանից եւ ոչ միայն Հայաստանից հյուրեր, որոնք գալիս են այստեղ մեր երջանկությունը մեզ հետ կիսելու համար, սակայն մենք էլ մեր տարածքը չենք կարող նրանց հետ կիսել սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Եվ այս ռեզիդենսին ձեզ առաջարկում է այդ խնդիրը լուծել։ Դուք կարող եք վարձել այս տունը եւ այն ունի բազմաթիվ ննջասենյակներ, սահնանգույցներով, հարմարանքներով եւ ձեր հյուրերը կարող են բնակվել այստեղ այդ ողջ ընթացքում։ Պարոն նախագահ, 2021 թվականին մասնակցեցիք ընտրություններին եւ ժողովուրդը քվեարկեց այնպես, ինչպես որ քվեարկեց։ Հիմա ինչա փոխվել այս ընթացքում եւ ինչու այս ընտրություններին պիտի ժողովուրդը քվեարկի ձեզ համար։ Առաջինը այս ամբողջ ընթացքում մենք ամենից պայքարող ուժն ենք մնացել դաշտում։ Հետևողական եւ խորհրդարանի ամբիոնից եւ խորհրդարանից դուրս արել ենք հնարավորը մեր ուժերի չափ նպատակին հասնելու համար։ Եվ տվյալ դեպքում նաև եթե այս ամենին գումարեք նա, որ ես երևի եզակի մարդկանցից եմ, որը երբեք Նիկոլ Փաշինյանի հետ չի համագործել, չեմ էլ տեսել, ձեռ չեմ սխմել եւ չեմ էլ սխմելու։ Խոսքը գնում է ուղղակի ամենից ռադիկալ տրամադրված ընդդիմադիր միավորի մասին։ Բայց խոսակցությունը նաև հետևյալ է մեջա, թե բա իշխանափոխություն քիչ արեցիք։ Չէ, երևի սա է նաև մարդիկ գիտեմ օդում կախված անընդհատ սրա մասին են խոսում։ Իշխանափոխությունը երկու տարբերակ ունի։ Ընտրությունների ճանապարհով կամ հեղափոխության ճանապարհով։ Եվ դրանց արանքում կա հետևյալ տարբերակը, երբ իշխանությունը փոխվում է հեղափոխության սպառնալիքի տակ։ Այն ինչ եղավ 18 թվականին ըստ էության հեղափոխություն, բայց խորհրդարանական նաև քվեարկության ճանապարհով հեղափոխության սպառնալիքի տակ։ Հիմա մենք քվեները ստացել ենք այն քանակի, որը ուղղակի այդ հնարավորությունը չէին տալիս։ Եվ երբ ընտրողը 270,000 ձայն 680-ի դիմաց, որից լավ թվում է 100,000-ը վարչական ռեսուրս կամ կեղծված ձայներ լինեն, մեկ տարբերությունը շատ մեծ է։ Եվ ակնկալել, որ
մենք պետք է 29 մանդատով հաշորժում անեինք խորհրդարանի մեջ, ուղղակի միամտություն։ Բայց փաստացի վիճակը սա է։ Պարոն նախագահ, որպես առաջնորդներ դուք միանգամայն հակապատկերներ եք եւ էմոցիոնալ տեսանկյունից, եւ արտահայտչամիջոցներից, եւ ձևակերպումներից, եւ վարքագծերից ու քայլերից։ Հարցը հետեւյալն է, գուցե եկել է նմանատիպ ղեկավարների ժամանակաշրջանը ընդհանուր ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհում։ Այդ հարցին ինչպես եք նայում։ Իմպուլսիվ, էմոցիոնալ, որոշ դեպքերում փոխող իրենց կարծիքը ժամանակի ընթացքում։ Պետության կառավարումը ընդհանրում է կայունություն, կանխատեսելիություն, երկարատև պլանավորում։ Նայեք Չինաստանը 20, 30, 50 տարի առաջ պլանավորում է։ Դու կարող եք պատկերացնել, օրինակ Չինաստանի ղեկավարի իմպուլսիվ կեցվածքը շաբաթը 3 անգամ կարծիք փոխելու եւ այլն։ Սա կա զարգացման բանաձև։ Եթե մի նպատակի ուզում ես հասնել, դու պետք է հետևողական այդ նպատակի վրա աշխատել։ Եվ քո իմպուլսիվությունը, քո կարծիք փոխելը, սա նշանակում է դու ճանապարհի մեջ անընդհատ աճ ես անում, ձախ ես անում, դու շարժումներ ես անում, որոնք ոչ թե քեզ առաջ են տանում, որոնք շեղում են քո հիմնական նպատակը։ Չկա պլանավորում, չի կարող երկիրը նորմալ զարգանա առանց երկարատև պլանավորման։ Եվ իմիջիալոց այդ ինչ ասում եք դրսում, այո կա, սոցցանցային այդ միջավայրը ինքը բերել է նման կարգի երևույթների։ Բայց տեսեք, պարոն նախագահ, ամենաիմպուլսիվ մարդկանցից մեկն է երևի պատմության մեջ Թրամփը, Միացյալ Նահանգների գործող նախագահը, Զելինսկին, Ֆրանսիայի նախագահը եւս որոշ դեպքերում եւ Միացյալ Նահանգների մասին վատ բան ասել չեմ կարող։ Հասկացա, Ոչ թե չեմ կարող, այլ չեմ ոչ թե չեմ ուզում, այլ չեմ կարող։ Իմպուլսիվությունը մտել են Իրանի հետ։ Անիմաստ, անհասկանալի պատերազմի մեջ։ Եվ հիմա չգիտեն ոնց դուրս գան այդ պատերազմից։ Իմպուլսիվությունը դա է։ Կամ Մակրոնը շաբաթը 3 անգամ կարծիք է փոխում։ Արդյունքում մարդիկ օգնեցին եւ Ֆրանսիայի պատմության մեջ ամենից ցածր վարկանիշ ունեցող Ֆրանսիայի նախագահն ավելի ցածր չի եղել ընդհանրապես։ Կարող եմ այդ օրինակների շարքը ուղղակի շարունակել։ Կարող եմ ուրիշ օրինակներ բերել, Լիտվանիա, Սինգապուր։ Ուզում հարցնել, դուք ընկերներ եք Պուտինի հետ, Վլադիմիր Պուտինի հետ։ Ընկերական է հարաբերությունները։ Ինչպիսի մարդ է ինքը։ Մարդ է, որը զուսպ է, ընդունակ է երկարատև պլանավորման, ունի ներքին սենց կարգապահության ևս բավական մեծ աստիճան, լուրջ մարդ է, միգուցե ավելի կարճ բնութագրելով եւ Ռուսաստանի համար երևի ամենից արդյունավետ ղեկավարն է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ։ Եվ պայմանավորություններ պահող, միգուցե նաեւ դա էր, որ մեր մոտ այդ քիմիան եղավ հարաբերություններում, երբ ես նախագահի եւ մեր շփումները մենք շարունակել ենք դրանից հետո։ Իսկ երբ դուք անազատության մեջ էիք, բացի այդ պաշտոնական հայտարարություններից, ոչ պաշտոնական ինչ-որ կապ եղավ կամ շփում կամ որևէ մեկի միջոցով խոսքի փոխանակում։ Բելայի հետ հանդիպում եղավ այստեղ, դեսպանատանը իր այցի ժամանակ։ Ինքը հարաբերություններում ճիշտ մարդ է։ Հարաբերություններ պահող եւ գնահատող բանակա այդ երևում է նաեւ տեսակի մեջ եւ դաստիարակության մեջ եւ ընտանիքի եւ փողոցի, այսպես ասեմ, դաստիարակության համակցվածության մեջ։ Միացյալ Նահանգների իմպլանտուն կլինիկի մասին տեղեկացաք ամենը մանրամասն, ես քանի որ Երևանում եմ, շարունակում եմ նաև այստեղ նկարահանումներ եւ հարմար առիթը բաց չթողեցի հանդիպել նաև իմպլանտումի հիմնադրին
ով Հայաստանում է աշխատում իր գործունեությամբ, Դավիթ Մաթևոսյանին, ով նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր ստոմատոլոգն է։ Ողջույն բժիշկ։ Ողջույն։ Նախ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում ձեր զբաղված գրաֆիկից։ Մենք նախորդ անգամ խոսեցինք, թե որքան հարմար է եւ ֆունկցիոնալ շարունակել, եթե կարիք կա, բուժումը նաև Հայաստանում, կամ եթե Աստված չարացե որևէ խնդիր է առաջանում, ապա դա շատ հեշտ կարող է շտկվել նաև այստեղ։ Սակայն ավելի լավ պատկերացնելու համար կմանրամասնեք, ինչպես է գործընթացը ընդհանուր առմամբ տեղի ունենում։ Արդեն 1 տարի է մեր Ամերիկայի մասնաճյուղը գործում է եւ ունենք մի շարք հաջողված պատմություններ, երբ որ մեր հաճախորդները ինչ որ մի մաս աշխատանքի կատարել են Հայաստանի կլինիկայում, հետո շարունակել են Ամերիկայում կամ հակառակը, ինքը շատ ավելի օգնում է օրինակ իմպլանտացիայի process-ի ժամանակ, որտեղ ինքը իմպլանտացիան երկփուլանի աշխատանք է, մենք տեղադրում ենք սկզբնական իմպլանտները, հետագայում վրայի շապիկները տեղադրվում են մեր Ամերիկայի կլինիկայում կամ հակառակը, կախված թե արդեն կոնկրետ պացիենտի մոտ ինչ գրաֆիկ է, որովհետև մեծ աշխատանքների ժամանակ, երբ որ երկարատև աշխատանք է, հնարավորություն կա գալ, բայց փոքր աշխատանքի համար կամ օրինակ փոքր կորեկցիաների համար նորից հետ վերադառնալ Հայաստան արդեն դժվար է լինում եւ մենք տալիս ենք այդ հնարավորությունը մեր հաճախորդներին, որ իրենք ուղղակի կարող են մոտենալ մեր Ամերիկայի մասնաճյուղ եւ ամեն ինչ ստանալ նույն որակով։ Հայաստանի մասնաճյուղերի եւ Միացյալ Նահանգների մասնաճյուղի հասցեները եւ հեռախոսահամարները ձեր էկրաններին են, զանգահարեք, վստահ եմ շատ արագ կգտնեք ձեր հարցերի պատասխանները։ Art in Beauty Aesthetics-ում ձեզ կարող են առաջարկել նիհարելու ամենաբազմազան եւ ամենաառաջատար մեթոդները։ Այդ թվում նաեւ լիպոսակցիա, կբացատրեք ողջույն բժիշկ, ինչի մասին է խոսքը։ Բարև Մհեր ջան։ Լիպոսակցիան դա մեխանիկորեն ճարպային հյուսվածքի հեռացում է, լիպոսակցիա ճարպ հեռացնել։ Մենք այստեղ անում ենք առանց ընդհանուր ցավազրկման, այսինքն նարկոս չկա, տեղային թեթև կտրվածքներով կանյուլայի միջոցով հեռացում է։ Օգտագործում ենք մեքենա, որը նաև լեզեր ունի հետ։ Դա ինչու է օգնում, հետվիրահատական շրջանում շատ ավելի մաշկի հետ ձգում է կատարում։ Հիմա շատ ակտուալ է թեման լիպոսակցիա ինչ առումով, այս վերջերս ներարկումների բանի հետ կապված մարդիկ քաշ են գցում, բայց ինչ է կատարում, ընդհանուր իրենց քաշը իջնում է, բայց մարմնի որոշակի մասերում մնում են շատ տգեղ, այն առումով տգեղ, չեմ ուզում այդ բառը օգտագործել, ոչ սիմետրիկ ճարպային կուտակումներ, որոնք ինչքան էլ նիհարում ես, երբ որ մի քիչ ինչ որ բան ես հագնում, գեղեցիկ չի նայում, լինի դա կրկնակզակը, լինի թևերի այս մասերը, լինի փորը եւ այս կողքերը։ Շատ կարևոր է վերցնեք ժամադրություն եւ մենք խոսենք դրա մասին, որտեղ ամեն հաճախորդ չի, որ դա մեր ճիշտ հաճախորդն է։ Շատ անգամ ես ասում եմ, դուք պետք է գնաք վիրահատորեն, պլաստիկ վիրաբույժը նաեւ մաշկի հեռացում կատարի։ Բայց ունենք շատ լավ արդյունքներ եւ խնդրում եմ գնացեք ճիշտ մասնագետի մոտ, որ ձեզ ճիշտ խորհուրդ տան այդ հարցը։ Եկեք ճիշտ մասնագետի մոտ, Art in Beauty Aesthetics-ում պրոֆեսիոնալ բժիշկ է աշխատում եւ մեծ եւ հետաքրքիր թիմ։ Այցելեք եւ կհամոզվեք։ Ellis House ռեստորանը իմ ամենասիրելի ռեստորաններից մեկն է։ Մենք ծանոթացել ենք Արմինեին եւ ողջ անձնակազմին ընտանեկան մի առիթի ժամանակ, երբ առանձին հենց մեզ համար նախատեսված արարողություններ, այսօր եւս, հատուկ արարողություն կա։ Այո, այսօր ունենք երեխայի ծնունդ, 150 հոգու համար նախատեսված, աշխատանքները դեռ կատարվում են, ասեմ, որ կարող են իրենց առիթները մեզ վստահել, փակել ամբողջությամբ դուրսը եւ մենք խոստանում ենք ձեր բոլոր առիթները վերածել անմոռանալի տոնի։ Գիտեք, շատ կարևոր է առիթների ժամանակ, երբ միջավայրը լինում է ընտանեկան, որովհետև շատ հաճախ մարդկանց առանձնատները, տները շատ մեծ չեն եւ չեն կարող հյուրընկալել իրենց տանը։ Դրա համար փնտրում են եւ գտնում են մի վայր, որը իրենց կհիշեցնի իրենց տունը, համ համային զգացողություններով, մայրիկի ու տատիկի պատրաստած հաստատ ուտեստերին համապատասխան է, համ հայրիկի պատրաստած խորովածին համապատասխան խորոված կա, եւ որ ամենակարևորն է ջեր մատուցմամբ։ Տեսեք, ես ապրում եմ Միացյալ Նահանգներում, տարվա ընթացքում գոնե 4 անգամ Հայաստանում լինում եմ մի քանի ամսով։ Կարելի է ասել, որ պես 5-6 ամիս այստեղ եմ անցկացնում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ վատ չեն ապրում, լավ են ապրում։ Տենց առանձնապես վտանգների մասին խոսվում է, բայց վտանգները շոշափելի չեն, ամեն ինչ լավ է։ Բայց երբ ձեզ լսում ենք, ամեն ինչ շատ ավելի խտացված եւ բարդ է եւ ամեն ինչ վատ է ըստ ձեզ։ Հիմա ես եմ ապրում թմբիրում եւ ինֆորմացիոն վակուումի մեջ ու չեմ հասկանում, թե այս դեպքում է խտացվում գույները։
Լավ հիշենք 18, 19, 20 թվական մինչև սեպտեմբեր։ Նույն տպավորությունը ունեցել եք թե ոչ։ Հաստատ ունեցել եք։ Հաստատ։ Մենք այն ժամանակ ասում էինք, սա բերելու է խնդիրների։ Այն ժամանակ ես անձամբ ասում էի, չի կարելի աշխարհակահաղական զիգզագներով շարժվել, որովհետև սա երկրի գլխին փորձանք է բերելու։ Այն ժամանակ իմ մի շարք հարցազրույցներում ուղղակի այդ միտքը ասում եմ։ Վերջ պատերազմ ստացանք։ Ինչի համար։ Թվում էր թե գալիս եք մարդիկ ապրում են, ուրախ են, գինու փառատոն, դդումի փառատոն, չգիտեմ ինչ փառատոն եւ այլն։ Եղավ։ Դրանից հետո 20 թվականի պատերազմից հետո մեր խոսույթը 21 թվականի ընտրությունների ժամանակ ասում ենք Արցախը վտանգված է, չի կարելի այս քայլերը անել։ Մի փչացրու հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։ Վերջը Ղարաբաղի գոյությունը ուղղակի կապված է ռուս խաղաղապահների հետ։ Իրենք են պատերազմը կաղնեցրել, իրենք Ռուսաստանի նախագահի ճնշման տակ այս ամեն ինչը եղավ։ 20 թվականի պատերազմի ստոպ տալը։ Եվ դու չես կարող արհամարել մի երկրի շահերը, որը պատերազմը կաղնեցրել է, խաղաղապահ ուժերը այնտեղ տեղադրել։ Եվ ըստ էության երաշխավորն է այդ փխրուն մոդելին։ Դու գնում ես այդ փխրուն մոդելը ջարդում ես։ Մենք զգուշացնում ենք։ Եղավ։ Հիմա եւս ձեր տպավորությունը գալիս գնում եք ասում եք ժողովուրդը նորմալ ապրում է։ Հիմա մենք էլի զգուշացնում ենք։ Այդ նորմալ կյանքը, եթե խոսքը անվտանգային հարցերի մասին է, այդ նորմալ կյանքը մեկ օրում կարա փոխել։ Մեկ օրում։ Պարոն նախագահ, ժողովուրդը մեկնաբանությունների բաժնում իմ հաղորդման, երբ խոսում ենք պատերազմի մասին եւ հյուրը մեղավորության սլաքներն ուղղում է գործող իշխանություններին, մեկնաբանությունների բաժնում միշտ գրում է, որ պատերազմն անխուսափելի էր, պատերազմը նախկինները գցեցին գործող իշխանությունների գրպանը։ Ինչ կասեք այս մասին։ Կամ մարդիկ ընդհանրապես չեն տիրապետում, կամ մարդիկ ուղղակի քարոզչական ազդեցության տակ են գտնվում։ Ուրիշ բացատրություն այստեղ ուղղակի չկա։ Հիմա լավ, երկու քայլ հետ գնանք։ Նույն 18, 19, 20 թվականները մինչև սեպտեմբեր ամիս։ Մեր քաղաքականությունը ինչպիսին էր միջ այդ։ Կա կոնֆլիկտ Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղի շուրջ։ Հիմա գնում են բավական արդյունավետ բանակցություններ էին գնում եւ մենք քայլ առ քայլ մեր ցանկալի նպատակին հասնում էինք։ Ճանաչվեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սա փաստ է, մադրիդյան սկզբունքներն էին, արդեն խոսում էին հանրաքվեի մասին, որով այդ կարգավիճակը պետք է վերջնականապես ընդունի։ Եվ այնքան ժամանակ, ինչքան շարունակում էին արդյունավետ բանակցությունները, պատերազմ չէր կարող լինել։ Եվ ըստ էության երաշխավորները այն ժամանակ ուղղակի կամ անուղղակի եղել է Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա։ Եվ Ֆրանսիա հետևում Եվրոմիություն։ Գնում են բանակցություններ եւ որևէ կողմ, եթե սկսում է պատերազմը, ոնց որ ինքը այդ ագրեսիայի բանը ինքը հեղինակն է դառնում։ Եվ զսպող մեխանիզմը շատ ուժեղ էր, զուտ քաղաքական կոմպոնենտը ուժեղ էր։ Հողի վրա չկար դա, բայց քաղաքական կոմպոնենտը շատ ուժեղ է։ Հիմա ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Ասել է, Մինսկի խումբ բանմանը չի հետաքրքրում, ես իմ զրոյական կետից եմ սկսում եւ 25-26 տարվա աշխատանք այդ 3 հսկա պետությունների աշխատանքը զրոյացրեց։ Բարի բուն իմաստով։ Ասաց, ես սկսում եմ զրոյական կետից։ Եվ ըստ էության Ադրբեջանին այդ լեգիտիմ հնարավորությունը տվեց, ասաց սրան նայեք։ Մենք հույս ունենք, որ այս բանակցություններով ինչ որ մի բան են գալու, այս մարդը ձախողեց։ Եվ պատճառը դա է միջալուց, որ
Ադրբեջանի ագրեսիան ոչ ոք չդատապարտեց։ Ինքը գիտեր, որ չեն դատապարտել։ Զուգահեռ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Զուգահեռ փչացնում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հիմա Ալիևը նայում է, ասում է, այս մարդը Մինսկի խմբին ասենց օտարեց process-ից, զուրայացրեց իրենց աշխատանքը։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները փչացրեց։ Ներսում լարվածություն ստեղծեց, սև ու սպիտակ, նախկին, ներկա, հարուստ, աղքատ, ավելի իդեալական պայմաններ ռազմական գործողություններ սկսելու համար ուղղակի դժվար են մտածել։ Ոնց որ եթե դու նստես, հատուկ մտածես, թե ինչ կարելի է անել պատերազմ ստանալու համար, Ալիևին այդ շանսը տալու համար, բոլոր քայլերը արել է, բոլոր քայլ անխտիր։ Հիմա պատճառը սա է։ Ինչի վրա եմ ասում։ Հիմա մենք եւս հասել ենք մի վիճակի, երբ Ադրբեջանի ախորժակը միայն Ղարաբաղը չի։ Խոսույթը մերը չի իրեն։ Երևանը արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում, Սյունիքը դա նաև արևմտյան Ադրբեջանի մաս է։ Հիմա Հայաստանը անում է ճիշտ նույն քայլերը, նույն սխալները, ինչ արել է 20 թվականների ընթացքում։ Սա է կուզում։ Պարոն նախագահ, ձեր ապրումների ու էմոցիաների մասին է հետաքրքիր Արցախի հայաթափումից եւ գրավումից հետո ինչ էր այդ օրերին ձեզ հետ կատարում։ Դժվար է ինձ համար մի քիչ sense էմոցիաներից խոսալ, միշտ խոսափում եմ sense այդ դաշտը մտնել։ Հիմա էլ խոսափեմ։ Հենց ինչ էմոցիա մարդ պիտի ունենա, եթե հայրենիքն է կորցնում։ Պարոն նախագահ, չեմ ուզում փորձ անգամ անել ձեզ տանել էմոցիաների դաշտ, հասկանալով, որ դուք մշտապես եղել եք ասես կանգուն ու առանց էմոցիաների զուսպ եւ վճռական քաղաքական գործիչ նախագահ, բայց այնուամենայնիվ ծանր է ձեզ համար ինչու այդ թեման։ Մի գնահատականի հետ մի քիչ համաձայն չեմ, երբ ասում եք առանց էմոցիաների, երևի չկա առանց էմոցիաների մարդ, ուղղակի կան մարդիկ, որոնք զսպում են իրենց էմոցիաները, ցույց չեն տալիս, կան մարդիկ, որոնք չեն զսպում, դա էլ մարդու երևի տեսակից բիոքիմիայից է կախված։ Հիմա ես զսպում, ցույց չեմ տալիս, կամ փորձում եմ ցույց չտալ, ինչքան դա հնարավոր է ցույց չտալ։ Բայց ամենից դժվարը մարսվող հանգամանքը հետևյալն է, որ սա կարող է չլիներ։ Այս պատերազմը չպետք է լիներ 20 թվականի 44 օրյա պատերազմը։ Այս պատերազմը եղավ մեկ մարդու վիճակից չհասկանալու պատճառով, սխալ քայլերի պատճառով։ Ես փորձեցի նաև բացատրել, թե ինչու։ Պարոն նախագահ, երբ 2020 թվականին, երբ ընդդիմության ձայնը ավելի բարձր էր, երբ բոլորը փորձում էին փոխել գործողությունների ընթացքը, տպավորություն էր կողքից, որ որևէ այլընտրանքային ուժ չի ցանկանում գալ իշխանության։ Այդ թվում նաև ձեր ուժի մասին նման գնահատականներ կա, իբրև թե դուք անտեսանելի թելերով կապված եք գործող իշխանությունների հետ եւ շատ հարմար ընդդիմություն եք իրենց համար։ Լսել եմ նման կարգի sense բան խոսույթ։ Այդպես էլ չեմ հասկացել, թե որտեղից է սա գալիս։ Անկեղծ ասեմ, թե ինչ հիմնավորումներով է, ինչ բացատրություններով է այդ խոսույթը ընդհանրապես ապրում։ Ոչինչ չեմ հասկանում։ Եթե կարող եք լրացուցիչ ինչ-որ օգնել ինձ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Դուք կարծում եք, որ ձեր քաղաքական ուժը արեց ամեն ինչ այդ ընթացքում իշխանության գալու համար, հա? Եթե հետևել եք մեր քարոզարշավին, անցած ընտրությունների ժամանակ, ես կարծում եմ այլ տպավորություն չի կարող մնալ, քան մենք լուրջ մտել ենք այդ պայքարի մեջ։ Շատ լուրջ, ավելի լուրջ ես չգիտեմ էլ ինչ պետք է անենք։ Պարոն նախագահ, ձեր թիմում ամենակարևոր ձեր գործընկերները ովքեր են, ովքեր անցնելու դեպքում իշխանության, կարծում եք պետք է լինեն ձեր հիմնական թիմը եւ հիմնական ուղեկիցը այդ ճանապարհին։ Ամեն մի թիմում կան
համար 1, 2, 3, 4 այդ տրամաբանությամբ պետք է նայել մարդկանց։ Իհարկե, այստեղ նաև կա մեկ հանգամանք, կան մարդիկ, որոնք շատ լավ կարող են լինել լավ կառավարիչներ, բայց հանրային դաշտում այդքան, այսպես ասենք, ուժեղ չենք խոսքի տեսանկյունից։ Եվ այդ թիմը միայն այդ ցուցակը չի, այդ ցուցակը հանրային դեմքերի ցուցակ է։ Կա նաև այդ թիմի, ասենք ասենք, միգուցե back office-ային մասը, որը բավական լուրջ մասնագետներ են, գրեթե բոլոր ոլորտներում։ Շնորհակալ եմ պարոն նախագահ զրույցի համար, ինձ համար պատիվ էր զրուցել ձեզ հետ, շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Շնորհակալություն, շնորհակալություն։ MS Tours and Travel ձեր լավագույն հանգստի կազմակերպող ընկերությունը Լոս Անջելեսում, որ 1983 թվականից, իսկ ինչը համաձայն եք, բավականին պատկառելի եւ մեծ տարիք է նման կազմակերպության համար, զբաղվում է այս ամենով։ Եվ այսօր մենք Տիկին Մելանիայի հետ խոսելու ենք մի հետաքրքիր ուղևորության մասին, որը Եվրոպա է, սեպտեմբերի 13-ից 28-ը։ Տիկին Մելանիա, գիտեմ, որ այստեղից գնում եք Հռոմ, հետո Իտալիա 3 քաղաք։ Երկու գիշեր Իտալիայում Հռոմում ենք մնում, դրանից հետո նավն ենք վերցնում եւ իջնում ենք 3 քաղաքներ Իտալիա, 3 քաղաքներ Հունաստան եւ վերջում այցելում ենք Իստանբուլ, այնտեղ ենք մնում 3 գիշեր եւ վերադառնում ենք տուն։ Եվ ամեն ինչ որ նորվեգական Viva նավն է, որը ամենալավ նավերից է համարվում, մեծ եւ սիրուն։ Եվ մեկ անձի համար նախատեսված է ողջ ուղևորությունը, ներառյալ նաեւ ավիատոմսերը, ներառյալ նաեւ նավի տոմսերը, հյուրանոցները, ուտելը, ամենը ինչ ձեզ հարկավոր է $8400։ Այո։ Եվ 13-ից 28-ը։ Այո, 13-ից 28-ը եւ շատ քիչ տեղեր մնացին։ Այնպես որ կհանդիպենք հենց այս ուղևորության ընթացքում եւս։ Դուք դիտում եք տետատետի հերթական թողարկումը ընտրություններից առաջ, մենք որևէ քաղաքական ուժի ձեզ չենք ուղղորդում, սակայն այս ողջ ընթացքում մի խնդրանք ունենք ձեզ եւ մի հորդոր անպայման մասնակցեք եւ մի անտեսեք ընտրությունները։ Լավ եղեք, կհանդիպենք հաջորդ անգամ։ The story you're about to hear is true.